Գիտական տեսանկյունից, եթե նայում ես, կրոնը շատ ավելի հին երևույթ է, քան թե այս մեր ճանաչած համաշխարհային կրոնները, որ ունեն, ասենք, գիր ու գրականություն։ Այսինքն դեռևս նախապատմական շրջաններում արդեն եղել են կրոնական երևույթներ։ Իսկ առաջի գրված կրոնը ո՞րն է եղել, որ գիրք կա պահպանված։ Նախնական այդ մեր հավատքը տենց ա եղել, որ նաև գետերը ունեն ոգի, սարերը ունեն տենց ոգիներ, բան։ Հայերն էլ Արարատ լեռը չեն բարձրացել ոչ մի անգամ։ Նույնիսկ Խաչատուր Աբովյանը, որ ասում են գնաց բարձրացավ, շատ ուժեղ քննադատություն ստացավ հետո հայ առաքելական եկեղեցուց։ Իսկ մենք ունենք վկայություններ, թե քրիստոնեությունը Հայաստան ոնց է տարածվել։ Իսլամն էլ դե լիքը բան վերցնում է հրեությունից։ Ու այնտեղ նույն բանը կա, ինչ որ հեայության մեջ, որ ասում են, թե երկու աղբեր են, երկու աղբերն էլ ամուսնացած են, բայց հանկարծ մեկը մահանում է, այդ մահացած աղբոր կնոջը պետք է այս եղբայրը վերցնի որպես երկրորդ կին, որ տիրություն անի։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրներ Ասվատաբան պետ համալսարանի դասախոս Հարություն Հարությունյանը։ Հարությունի հետ զրուցել ենք կրոնի պատմության, խոսել ենք 5 կրոններից, խոսել ենք բազմաստվածությունից, հեթանոսությունից, մինչև քրիստոնեությունը ինչ կրոնների ենք մենք դավանել, ինչպես է քրիստոնեությունը տարածվել Հայաստանում, եկեղեցու պատմությունից եւ եկեղեցու դերից։ Մի քիչ խոսեցինք, թե կրոնը ինչ դեր կարող ունենա ապագայում։ Նենց որ բաժանորդագրվեք ալիքին եւ դե թե հավանում եք կարող եք սեղմել լայք կոճակը։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Հարություն, ոնց ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Ոնց դիմավորեցիք տարին։ Լավ, փառք Աստծո, Եղեգնաձոր էի գնացել, Վայոց շատ հանգիստ էի ու ընտանիքով էինք։ Ձուն շատ եկավ։ Անպայման, այո, այո։ Դա շատ լավ։ Այս տարի նոր տարին այնպես մի քիչ հեքիաթայինները, որտեվ հենց 31-ի գիշեր համարյա Հայաստանի ողջ տարածքով ձուն էր գալիս։ Ահա։ Սիրուն էր այդ ամեն ինչը։ Արգիդես ինչից սկսենք։ Երբ մարդկություն ոնց ճիշտ ձևակերպեմ։ Կրոն երբ մարդկությունը հնարեց։ Ճիշտ եմ հարց տալի, թե չենք հնարել։ Նայած որ տեսանկյունից ես դա, հա, եթե հավատացյալ մարդու տեսանկյունից ասես, չէ, Սխալ հարց է, չէ՞, չի հնարել, իրան տրվել է դա վերուստ, որովհետև դա Աստծո հայտնությունն է կամ աստվածների, նայած ինքը որ կրոնի հետևորդ։ Հա, իսկ եթե գիտական։ Իսկ եթե գիտական, հա, բնագիտական ձևով նայես, հա, դա մարդկային կոնստրուկտ է։ Հա։ Ու դա մարդիկ են հորինել։ Բայց առաջի ոնց որ կրոնական Բայց հետաքրքիր է որ ասում ես Փառք Աստծո լավ անց է, հետո ասում ես կրոնը մարդիկ են հորինել։ Դե որովհետև ես աստվածաբան եմ, չէ՞, Հա, ես դե, պետք է բանի մեջ մնամ, իմ մասնագիտական ոնց որ ասած բառա պաշարի մեջ մնամ։ Հասկացա։ Իսկ ոնց այդ ամեն ինչ սկսե պատմությունը ինչ ասում, գիտությունը ինչ ասում, որտեղից է սկսե, ոնց է տարածվել, ինչ ա եղել։ Գիտական տեսանկյունից, եթե նայում ես, կրոնը շատ ավելի հին երևույթ է, քան թե այս մեր ճանաչած համաշխարհային կրոնները, որ ունեն, ասենք, գիր ու գրականություն։ Այսինքն դեռևս նախապատմական շրջաններում, հələ որ չէին գրում, բան չէին անում, արդեն եղել են կրոնական երևույթներ։ Օրինակ, ասենք, այսօրվա Թուրքիայի հարավ-արևելքում մի հատ տարածք կա, որ կոչվում է Չաթալ Հոյյուկ, այդտեղ շատ լավ պեղումներ են հիմա անում, այդպես միջազգային գիտնականների խումբ է աշխատում ու մի քանի շերտերով իրենք խորացել են, որ շուրջ 15000 տարի առաջ արդեն տան մեջ մարդիկ որ ապրել են, sense մի հատ անկյուն է եղել ու այդ անկյունը զարդարված է եղել sense խոշոր երջերավոր անասունների գանգերով ու ունեցել են կոտոշներ, բայց հետո հարց են տվել իրանց, թե ինչի այդ գյուղի ամեն տուն
ունի տենց մի հատ անկյուն։ Ու փորել են, հետո հայտնաբերել են, որ հենց այդ անկյունում տան մեջ եղել է գերեզման։ Ու մարդկանց թաղել են սենց էմբրիոնի տեսքով, այսինքն սենց լրիվ ոնց որ կուչ եկած ու եղել է ինքը այդ տան մեջ թաղված։ Այսինքն մարդկանց հենց տան մեջ Հա, թաղում էին։ հենց բան մեջ են թաղել ու հետո վրան սենց ձեռները ներկած, այսինքն բանով գույներով տարբեր, հիմնական կարմիր կամ շագանակագույն, սենց հետքեր են թողել այդ անկյունների վրա ու սենց բաներ են արել, նախշեր են արել քառակուսի, բայց չկա ոչ մի գիր, չկա ոչ մի սուրբ գիր կամ աստվածաշունչ այդ տարածաշրջանից ու չգիտեն թե ինչի համար է սա արվել, բայց ինչ են ենթադրում։ հա, գիտնականները, այդ հնեաբանները ենթադրում են, որ ուրեմն իրենք ինչ-որ մի բան մտածել են այդ հանգուցյալների մասին կամ իրենց վերադարձրել են այդ էմբրիոյի, այսինքն մանուկ երեխու տեսքով երկիր մոլորակին, տենց թաղել են ու թաղել են հենց տան մեջ, ու նաև հնարավոր է, որ իրանք վախեցել են մահվանից կամ ինչ որ ուզեցել են միդև շփվեն այդ մահացածների հետ, դրա համար այդ եղջերավոր անասունների գանգերն են դրել կողքերը, որ իրենք պաշտպանվեն կամ այդ մահացածները իրենց պաշտպանված զգան ու այդ ձերքի բաներն էլ թողել են նշանները, որ ինչ որ մի ձև հաղորդակցվեն այս մահացածների հետ։ Դա մի օրինակ։ Մի ուրիշ օրինակ կա, օրինակ Մոսկվայից մի 500 կիլոմետր արևելք Սունգիր, դες մի հատ տարածաշրջան կա, որ 50-ական թվականներին սովետի հնեաբանները գտել են դες մի հատ գյուղ, բավականին մեծ գյուղ ա եղել, որ շուրջ 300 հոգի մարդ են ապրել, որտեղ սովորաբար այդ ժամանակները, ասենք դա մոտ 30,000 տարի առաջ ա եղել։ Այնտեղ ապրել են սովորական մի 100 հոգի մաքսիմում, բայց այդտեղ 300 Մեծ քաղաք է։ Հա, մեծ քաղաք ա եղել ու այդ Սունգիրում գտել են 3 հատ գերեզման, որ լրիվ տարբեր են այն մյուսներից։ Ու սկզբում մտածել են, թե էսի այդ ցեղապետի երեխեքն են թաղված այդտեղ, որովհետև շատ զարդարված կմախքներ են ու լիքը զարդարանք կա որեքները, որ ասենք եթե նայում ես, sense ոսկորներից պատրաստված ամուլետներ են հիմնականում, Հա, որ եթե սովորական մարդը աշխատեր, մի, չգիտեմ, 10,000 ժամ պետք էր աշխատանքային իրան, որ ինքը այդ ամուլետները պատրաստեր, այսինքն այս երեխեքը, որ 14-15 տարեկան էին, չէին կարող էլի պատրաստեին երբեք, բայց իրանց կախել են ու մի մասը հին են, այդ ամուլետների, մի մասը նոր։ Ու էլի չկա ոչ մի գիր, ոչ մի բացատրություն, բայց մենակ ենթադրություն կա, որ հավանաբար իրանք ինչ-որ ստատուս են ունեցել ու երևի եղել են կամ ցեղապետի երեխեքը, կամ եղել են շամանի երեխեքը հա։ ու իրանց ուզեցել են նաև կողքը կճուճներ դնելով, զենքեր դնելով բան հաջորդ կյանքում ինչ որ մի հատ այդ ստատուսի պաշտպանություն տրամադրել, էլի։ Գիտելիքի ուժը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունձի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք amunzi.agba.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին, մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amunzi.agba.am կայքում։ Այսինքն արդեն 30,000 տարի առաջ մարդիկ հավատում են, որ մահից հետո ուրիշ կյանք կա։ Հա, ու էսի արդեն այդ կրոնական հենց այդ հարցերի հետ է կապված, որ մենք 3 հարց ունենք, եթե կրոնի մասին ենք խոսում, այդ Լև Տոլստոյն էլ այլ իր գրքերի մեջ շատ է գրում դրա մասին, в чем смысл моей жизни, այսինքն կյանքի իմաստը որն է, ու այդ 3 կրոնական հարցերը հետևյալն են, որտեղից ենք մենք գալիս, ինչպես պետք է մենք ապրենք եւ ուր ենք մենք գնում։ Ու խոսքը հենց այդ մահից հետո գնալու մասին է։ Դե դա մենակ երևի կրոնական չի, հարցերը որ շատերն են իրանց տալիս։ Հա, դա կարա լինի նաև փիլիսոփայական։ Ու ասենք, երբ որ արդեն մի քիչ գալիս ենք այս կողմ, արդեն երբ որ պատմագրություն կա ու գիր գրականություն կա, փիլիսոփայություն կա, դու տեսնում ես, որ ասենք այդ Հունաստանում
լիքը փիլիսոփաներ այդ հարցերը նաև փորձում են ոչ թե կրոնական ձևով լուծեն, այլ զուտ Լոգիկայի, հա, գիտական ինչ-որ հա, sense ճանապարհով։ բաներ լինում է, հա։ Հա, բայց այդ հին ձևերը նաև Հայաստանում է կան։ Օրինակ որ գնաս Արենի 1 եղել ես այդ քարանձավը։ Այնտեղ կա չէ այդ կճուճներ, որ Հա, մեջը գինու մնացորդներն եղել, բայց նաև կա կճուճ, որ մեջը գանգեր են եղել։ Ոչ մեկ չգիտի էս ինչ գանգեր են։ Արդյոք դա հիվանդ մարդիկ են եղել, որ մահացել են դե հետո իրանց գանգերը վերցրել պահել են, թե զոհաբերություն է եղել, որ մարդկանց զոհ են մատուցել։ հա։ Ա, Իսկ առաջի գրված կրոնը ո՞րն է եղել, որ գիրք կա պահպանված։ Գիրք չէ, բայց առաջի Գիր էլի, գրություններ, գրություններ։ աղոթքները մենք բանում ենք գտնում Եգիպտոսում, որովհետև այնտեղ կլիման լավ է, չոր է, Հա, ու այդ աղոթքները հիերոգլիֆների ձևով գրված են եղել պիրամիդների ներսում, պատերի վրա։ պահպանվել է։ Դա պահպանվել է։ Կարող է այդ նույն ժամանակներում արդեն ուրիշ տեղեր էլ գրվել են, արդեն պապիրուսների վրա կամ բան, փայտերի վրա։ Որ թվականի մասին է խոսքը։ Դա մոտավորապես 2000 տարի առաջ էլի, սենց բանից նախքան Քրիստոս Հա, 2000 տարի առաջ, 4000 տարի առաջ։ հա, մոտավոր այդպես, այդ ամենահին բաները, պիրամիդները ու տեքստերը հետաքրքիր են, որ իրանք խոսում են հոգու ճանապարհի մասին։ Ու ասում են, որ չմոռանաս, որ քո հետ նաև դրել են գարեջուր, հացահատիկ եւ այլն, եթե սովածանաս կուտես, սենց աղոթքներ են։ Ու շատ օգտագործվում է բարձրանալ բառը կամ ասենք վերելք բառը, Համբարձվելու նման, հա, հա, նման մի բան, որովհետեւ իրանք այդ աշխարհը լքելը համարել են այդ հոգու վերամբառնալու բանի հետ էլի, հա։ ասես այդ նարատիվի հետ։ Էսի ամենաառաջի աղոթքներն են։ Իսկ այդ Եգիպտոսում հայտնաբերված գրերը իրանք ինչի է նման, էլի մեր այսօրվա ճանաչած կրոնների նման, հա։ Գիտես իրանց մոտ հետաքրքիր է, որ դե բազմաստվածություն է եղել, էլ տարբեր աստվածներին են իրանք հավատացել, ու այդ իերոգլիֆները իրանք սովորաբար ասում են սա ոչ թե մարդու գրած գրություններ են կամ աղոթքներ են, այլ ասում են իրենց մի հատ աստվածներից մեկն է հորինել ու գրել, որի անունը Թոթ է։ Թոթ իմիջիալից անգլերենում էլ այդ բառը կա, չէ՞, Թոթ, միտք։ Հա, Իրանք վերցել են այդ եգիպտական աստծուց, որ գրերի պատասխանատուն է, այլ սուրբ գրերի աստվածն է։ Ու այնտեղ կան ուրիշ աստվածներ, չէ՞, ասենք այդ Ռահ աստվածը կա եւ այլն, այս մյուսը կա, ժամանակի աստվածը կա, արևի աստվածը կա եւ այլն բան։ Բայց ամենը հետաքրքիր է իմ համար, այս եգիպտական բանի այդ պոլիթեիզմի, այսինքն բազմաստվածության մեջ այնա, որ ինչ-որ մի հատ պերիոդ է գալիս այդ Ախենաթոն փարավոնի ժամանակ ու մի հատ էլ Թագուի անունը Նեֆերտիտի անուն։ Կարող տեսել ես այդ քարտեր կան, հա, չէ՞, սիրուն Նեֆերտիտիով։ բանով, sense թագով այդ գլուխն էլ բանում է, Բերլինում է Ահա, պահվում, Boden Museum։ անգլիացիք ժամանակին Հա, գողացել են։ հա, 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 շատ բաներ ընդերից հանել եվրոպացիները։ Ու այս Ախենաթոնը մի հատ հետաքրքիր բան է անում, որ ասում է այն մյուս էլ աստվածների մի պաշտեք էլի, մենակ էս Աթոն աստծուն վերցրեք, որը արևի աստվածն է, ու ինձ էլ պաշտեք որպես այդ Աթոնի ներկայացուցիչ երկրի վրա։ Ու հետաքրքիրը ինչա, որ ինքը դրանով նաև քաղաքական լեգիտիմացիա է անում, էլի իր իշխանության։ Այսինքն Աստծոց տրված է իր իշխանությունը։ Այո, որովհետև փարավոնը դա հենց ղպտերեն մի հատ բառ է, ֆարաո, որ նշանակում ասում են գործադիր, այսինքն իշխանավոր էլի, այսինքն տեր ու տիրական, բայց որպեսզի ինքը ստանա հավաստագիր, որ բոլորս պետք է իրան ենթարկվենք ու երկրպագենք, ինքը այդ իշխանությունը կապել է Աթոն աստծու հետ, ու նույնիսկ կան հետաքրքիր այնտեղ բաներ, քարից տենց պահպանված նմուշներ, որ այն մյուս հին աստվածների անունները կամ նշանները ջնջել է ինքը ստիպել է, որ բոլոր քուրմերը այսուհետև պաշտեն մենակ Ախենաթոնին ու իրան էլ ներկայացրել են որպես սվինքս։
այսինքն ասած դեմքը իր Հա։ դրել են, ասել են որ ինքն է, նշան է, Ահա։ հա, ու դա կոչվում է մոնոլատրիա, դա միջանկյալ մի հատ ֆազա է, որ այդ պոլիթեիզմից գնում են դեպի մոնոթեիզմ, բայց հələ վերջնական ինքը չի ասում որ մյուս աստվածները գոյություն չունեն, ինքը ասում է չէ, ուղղակի դրանց հանեք, դրանք պետք չեն մեզ։ Բայց զուգահեռ դրան աշխարհի մյուս չգիտեմ անկյունները մեկ այն չէ, բազմ Հա, աստված հա, ազգեր, չգիտեմ, դե որ ասենք, հասարակություններ։ հա, այս Եգիպտոսի մասին խոսում ենք, ասենք այդ 2000 տարին նախքան Քրիստոս կամ ասենք 1000 տարի նախքան Քրիստոս, դա մոտավորապես հենց այդ շրջանն է, որ աշխարհում եւս 3 տեղ սկսվում են բաներ, ցիվիլիզացիաներ Հա, զարգանալ։ Մեկը այդ Հինդուս գետի մոտ է, որ այնտեղ հինդուիզմն է ծնվում, որպես կրոն, որը իմիջայլոց համարվում է աշխարհի ամենահին կրոնը, հա, համաշխարհային։ Դե այս Եգիպտոսի կողքը մեկ էլ միջագետքն է, որ Բաբելոնն է եւ այդ շումերները եւ այլն իրանք բազմատվածություններ բանանում զարգացնում, իսկ մեկ էլ այդ միջին Ամերիկայում Նորտո Չիկոյա կոչվում, այսօրվա այդ Վենեսուելայից մի քիչ ներքև է, հա, Չիլիի վերևն է, որ դու նայես ինքը sense այդ էկվատորի գծի վրա են մոտավորապես իրանք սաղ էս ու այդպես հարմար գետեր ունեն, որտեղ կարացել են իրանք հողագործություն անեն այսինքն որտեղ մարդիկ շատացել են ու հարմար ա եղել, ու հա, հարմար ա եղել, հա, այնտեղ հա, այդ հա, կրոնները առաջացել են, հա, ճիշտ եմ որտեղ հասկանում, հա։ մյուսները, ովքեր որ հələ ուրիշ տեղեր ապրել են, դե սովորաբար ասում են այս գիտնականները, որ մոտավորապես 200,000 տարի առաջ արդեն Աֆրիկայից մեր նախնիները սկսել են Միջին Աֆրիկայից գաղթել, չէ՞։ Հա, հա, Ու այդ հիմնական թեզերից DNT-ով, մեկն է։ որ ասում են մենք կապված ենք այդ մի կնոջ հետ, որի անունը նաև գիտականորեն Էվա են ասում, Էվա Էնդը։ Բայց իրանք ապրել են որպես որսորդներ ու պտղահավաքներ։ Իրանք չեն ունեցել այտենց գյուղ տեղ, որ կարան մնան ու բան անեն, մի հատ կրոն ստեղծեն կամ ցիվիլիզացիա։ Հիմա բանի գիրքն էլ է լավ խորհուրդ կտամ կարդանք, շատ հեշտ է էլի կարդացվում։ Yuval Noah Harari այդ Հա, բանը Homo չէ։ sapiens-ը։ Հա, Հա, այնտեղ այնտեղ էլ այդ պատմությունը լավ պատմի։ հա, ու կրոնների առաջացման համար ինքը լավ է ասում, որ դե այն մարդը որ պրոստը պատտվում է, ասենք, անտառներով ու չգիտեմ անդադ ճանապարհին է, ինքը պաշտում է պրոստը այդ ոգիներին, որ ասենք մի հատ կենթանու սպանում է, ուղղակի ներողություն է խնդրում այդ ոգուց Հա, կամ զոհամատություն, որ վնաս չտան։ Ու այդ ամենահին հավատալիքների ձևն է, որ մենք որպես գիտնականներ կամ կրոնագետներ դա կոչում ենք անիմիզմ։ Բանը որ լատիներեն անիմուս բառից է գալի ու նշանակում կենթանի, շունչ, հա, շունչ, հա, շունչ, հա, բան կամ հոգի, ու այս անգլերեն բառն է կա, չէ, մուլտիկներին ինչ են ասում։ անիմե, Հա, կամ բան animation, չէ, animation, հա, հա, որ դա ասենք կենթանի շարժվող։ հա, որ երեխեն էլ դաժե, որ վերցնում ես փոքր երեխան, ինքը լրիվ հավատում է միջև 5-6 տարեկան ոչ միայն ձմեռ պապուն է հավատում, այլ նաև որ կարա կենթանին խոսա, անուն ունենա։ Agba Business ակումբը բիզնես համայնք է, որը հնարավորություն է տալիս ակումբի անդամ ընկերություններին ընդլայնել իրենց գործարարական կապերը, մասնակցել բիզնեսին առնչվող թեմատիկ քննարկումներին եւ միջոցառումներին, ստանալ հատուկ առաջարկներ իրենց բիզնեսի կարիքների համար։ Ակումբի անդամները հնարավորություն ունեն տեղեկանալ տարբեր ոլորտների տեղական եւ միջազգային փորձից, զարգացման տենդենսներից, քննարկել իրենց ոլորտին առնչվող ամենաարդի խնդիրները համապատասխան կառույցների ներկայացուցիչների, միջազգային եւ տեղական խոսնակների հետ, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցություններ։ Agba Business ակումբի անդամ կարող են դառնալ Agba բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից, տարեկան 100 միլիոն դրամից ավելի շրջանառություն եւ 6 ամսվա գործունեություն։ Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել բանկի sme.agba.am կայքում եւ լրացնել անդամակցության հայտը։ Նախնական այդ մեր հավատքը տենց ա եղել, որ նաև գետերը ունեն ոգի, ասենք, բանը, սարերը ունեն տենց ոգիներ, բանը, ուսը չի կարելի իրանց նեղացնել։ Օրինակ հայերն էլ Արարատ լեռը չեն բարձացել ոչ մի անգամ։ Հմ, Նույնիսկ Խաչատուր Աբովյանը, որ ասում են գնաց բարձացավ այդ բանը էքսպեդիցիայի մեջ շատ ուժեղ քննադատություն ստացավ հետո հայ առաքելական եկեղեցուց, որ Սուրբ հա, Սարնա հա, բարձրացը։ սուպլարա, բայց դե
Այդ ժամանակ ասում են, որ դա Նոյի իջած լեռն է ու սուրբ սարն է, բայց նույնիսկ Նոյից առաջ էլ երևի ինքը համարվել է ոնց որ սրբազան տեղ էլի։ Ու այս անիմիզմը շատ տեղեր մինչև այսօր մնացել է, որ գնա Սիբիր բան, Մոնգոլիա, Բուրյատիա, բան, Հա, տենց Աֆրիկա կամ այդ Ամազոններ, այնտեղ մարդիկ կան դե այդպես։ ընդ է շատ վայրի տեղ է, այնտեղ դες պետք Հա, է հա, հավատաս, որ հա, 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 գետը կամ ծառը կարա քեզ օգնի, որ դու խանես ապրես տենց տեղեր հա, էլի։ կամ եթե որս ես անում, բան չանես էլի, չչարաշահես։ Հա, Օրինակ այդ ընդեղի այդ բուրյատները միշտ պատմում են Բայկալ, որ ես գնում էի, միշտ ընդեղի տատիկների պապիկն ասում են պապան մաման կյանքում ասենք մի 5 հատ ձուկից ավել չեն բռնել, որտեղ մտածել են հաստատ այդ բուրխանա կոչվում իրենց այդ հոգին Բայկալ ծովի կարա շուրտա քոլոտկեն, եթե դու շատ բռնեցիր, էլի 5 հատից ավել։ բայց հետաքրքիր է, չէ՞ ոնց են մարդիկ այն ժամանակ եկել այդ այսօրվա այդ անգլերեն բառը կա, չէ՞, sustainability, Հա, որ չպետք է չարաշահես բնությունը։ հա, Այսօր մենք այդ փորձում ենք գիտությունով, գլոբալ տաքացմամբ ու տարբեր բաներով բացատրենք։ Չնայած եթե օրինակ մարդիկ կան գլոբալ տաքացումներ համարում են, որ ինքը այնպես կրոնի նման բան է, որ հավատում ենք, հա, ոնց որ հավատում ենք, որ Բայկալը հոգի ունի ու կարա քեզ հա, բանանի էլի։ հա, բայց իրոք շատ իմաստուն են իրանք եղել, Հա, իրանք տենց հավեսի համար ոչ մեկ որս չի արել, նույնիսկ ասենք եթե իրանց մորթի է պետք եղել, ասենք կամ արջի յուղ, իրանք ներողություն են խնդրել այդ արջի ոգուց ու այդ անտարի տայգայի ոգուց, որ արջ են սպանում, որտեվ իրանք երևի զգացել են, որ այդ էկոսիստեմը ինչ որ ձևով իրար հետ իրոք կապված է։ Դա հիմա մարդ չի ճոգում, չէ՞ կարա դնի ամեն ինչ բայց այսօր է որսորդներ կան, որ շատ սահմանափակ որս են անում ու իրանց որսին հարգում են։ Օրինակ որսորդներ կան, մենակ նետուղեղով են անում։ Անկամ չգիտեմ, զենք չեն օգտագործում։ Դե կարող լինի, օրինակ ասենք այդ Հյուսիսային Ամերիկայել որ գումես, օրինակ ես մի ժամանակ Կանադայում պոստդոկ էի, մի հատ համալսարանում, այնտեղ մի քիչ գոլեգաների հետ շփվեցի, որ այդ հյուսիսային ցեղերին են ուսումնասիրում, Հա, դրանց կոչվում են First Nations, չէ՞, հիմա որ առաջի բնիկներն են։ Իրանց պաշտոնապես թույլատրված է նույնիսկ ամբողջ տարին կարան նրանք որս անեն, ոնց ուզում են, որտեվ իրանք First Nations էլի իրանք հա, այդ ոնց որ տենց առավելություն է տալու։ բայց իրանք միշտ էլի տենց իրանք բաները պահում են ադատները, որ չեն գնալ ամեն օր տենց կոտորած չեն անի էլի sense բան։ Բայց հետաքրքիր է, որ այդ հասկանալով երևի ինչ որ, չգիտեմ, բարձր ենթադրում եմ կարող է ապուշություն եմ խոսում, բայց այսինքն ինչ որ մարդիկ հասկացել են այդ ցեղերն, որ պետք չի բնությունը չարաշահել, Հա։ ու այդ չարաշահելու համար ինչ որ պատմություններ է հնարվել, որ ինչ որ ձևով սահմանափակի։ Հա, ու իրանց այդ ովքեր որ այդ հնարել են այդ պատմությունները կամ պատմել հիմնական մեծ մասը բանավոր են, չէ՞, Հա, պատմել իրար, որ մինչև այսօր հասել է, օրինակ այդ բուրյատների մոտ չկա նաև այդ տենց պատմագրություն, գրավոր։ ոչ մեկ չի գրել, բայց այդ շամանները իրանք երեխեքին են փոխանցել, կամ իրանցից մեկն էլ երեխեքից մեկը դարել է շաման, սովորաբար կամ առաջի ծնված երեխան է դարել, կամ վերջի ամենապուճուր երեխան ու տես փոխանցել են նաև այս պատմությունները ու մի հատ բան ասեմ, որ լրիվ կզարմանաս, իրանք ունեն իրոք բան, ասես մի հատ կարողություն, դա ոնց որ չգիտեմ ոնց ասեմ, բայց իրանք ռուսերեն ասում են պարապսիխոլոգիչսկի возможности, որ ասենք լրիվ հոգեբանությունից մարդկային մեր այս էգո պատկերացումից լրիվ վեր է, իրանք կարան sense քեզ նայեն ու դու չխոսաս, բայց իրանք լրիվ քո պատմությունը քեզ կպատմեն, թե դու ով ես, ինչ ես, որտեղից ես գալիս ու ինչա քո խնդրեմը։ Իրանք դա զգում են միանգամից ու միանգամից քեզ կարան քո խնդիրը ասեն, թե դու ինչ խնդիր ունես քո կյանքում։ Ու Հետաքրքիր է։ երկրորդը իրանք ասենք այս ռուսներն է որ եկել են այդ Բայկալը դե գրավել են մոտավորապես այդ 17-րդ դարում չէ, կազակներով բանով եկել են էքսպանսիա են արել, որ Սիբիրը վերցնեն։ Այս ռուսներին մի հատ բան են պատմել, ասել են այդ մի հատ մեծ կղզի կա, Օլխոնա կոչվում, սենց 80 կիլոմետրանոց մեծ կղզի է, ոնց որ մեր Սևանի չափել է Հա, սենց։ Ասել են էսի ժամանակին այդ ոգիները երկնքից իջել են ու կրակի թուրերով կտրել են այս մայրցամաքից
ու այդ թուրերի կտրած տեղը սենց մտել է գետնի մեջ ու այս կղզին անջատվել է ու դարել է Բայկալի մեջի կղզի։ Ու այս ռուսները խնդացել են, ասել են ինչ ապուշություն եք խոսում, էլի, որտեղ դե կա Մալի Բայկալ, դա ոնց որ պուճուր մասն է, որ այս կղզի այս կողմն է, արևմտյան կողմն է ու Բայշոյ Բալկա, որ այս կողմն։ Հետո բայց հիմա գիտնականները որ սուզանավեր ունեցան ու ես իմ ինչ սկսեցին խորանալ ուսումնասիրել այդ ծովը, որտեղ շատ խորը ծով է։ Պարզվեց, որ իրոք էդի տենց ժամանակի միլիոնավոր տարիներ առաջ իրոք երկրաշարժեր են եղել ու դե տեկտոնիկ ճաքեր է տվել ու այս կղզին իրոք առանձնացել է մայրցամաքից։ Բայց այդ ոնց են իրանք ջոկել։ Դե կարող չեն ջոկել, պատմությունա որ հնարել են։ Կարող է։ Չէ, որտեղ միլիոն տարի առաջ Homo sapiens չի եղել։ Չէ եղել, հա։ Կամ է, չգիտեմ, հետաքրքիր թեզեր եկա, որ մենք առաջի բանական ցիվիլիզացիան չենք մարդկության, որ մեզնից առաջ էլի եղել է, բայց դա այդ գիտականապես ես ոչ մի ապացույց չեմ տեսել, ոչ մի տեղ էլի, հա։ Չէ, բայց հետաքրքիր բան է կա, օրինակ, այս մեր Աստվածաշունչի մեջ էլ էս, որ հրեական Թանախն է, այսինքն հրեական Աստվածաշունչը, Թալմուդի առաջի գիրքը ինչ ասում է բանը Աստծո հոգին շրջում է ջրերի վրայով, չէ՞։ Ու ասում է եւ Աստված ասեց եղիցի լույս եւ եղավ լույս, հետո ասում է ինքը բաժանեց հողը ցամաքից։ Հիմա նույնիսկ այս գիտնականները որ լրիվ աթեիստ են, իրանք ինչ են ասում եղել է Big Bang, չէ՞։ Հա, Big մեծ այդ պայթյունի թեզը։ Հետո բայց նաեւ երկրագնդի մասին որ խոսում են, ասում են հա, առաջ օվկիանոսներ են եղել, հետո բայց մայրցամաքը տենց կամաց կիսվել է ու սկսել է բաժանվել, էլի։ Ու հետո առաջացել են բույսերը, հետո առաջացել են կենդանիները, հետո առաջացել են մարդը։ Հիմա որ ես Աստվածաշունչի բանով էլ գնում ես այդ 7 օր արարչությունը, էլի տենց է ինքը պատմում, բայց ոնց են ջոկը։ Ուղղակի 7 օր ասում էլ չի ասում, ասենք 4 միլիարդ տարի, բայց ասենք հա ժամանակը ուրիշ ձև է հոսել, էլի։ Հա, բայց այդ զարգացումը ինքը ճիշտ է թվարկում անում, էլի որ լույսը եղավ, հետո եղավ ջուրի ու հողի բաժանումը, հետո եղան այդ բույսերը, կենդանիները, հետո վերջում մարդը։ Ու Դարվինի էվոլյուցիով էլ է։ Փաստացի էվոլյուցիա է պատմել։ Հա, պրոստը ժամկետները մի քիչ սեղմ են։ Դե չգիտեմ, պատմություններ կա որ նա մեզ գիտականորեն կարաս ապացուցես որ տենց է, բայց շատ ավելի པարզ լեզվով ու ավելի հասկանալի է այդ ամեն ինչը պատմվում դե հիմա մարդու բացատրի Big Bang Theory-ն ու դրանից ծագող բոլոր այդ բարդ գիտական ամեն ինչը։ Հա։ Իմ համար զարմանալի է թե ոնց են այդ մարդիկ զգացել էդի կամ ջոկել էլի որ սենց պետք է ասենք էլի կամ որ ասում է մարդը սկսեց անուններ դնել էլի կենդանիներին էլի չէ որ ասենք մարդը սկսեց խոսալ ու նույնիսկ այդ դրախտի անկման տեսությունն էլ չէ որ ասում են կերան խնձորը ու մեկ էլ ամաչեցին ու թողեցին ու գնացին դրախտից էդ էլ այսօր շատ բաներ կրոնագետներ կամ նույնիսկ հոգեբաններ տենց են վերլուծում որովհետեւ հենց այդ պահն է որ մարդը արդեն վերջնականապես ջոկել է որ ինքը էլ կենդանի չի էլի բանականությունա ձեռք բերել այո ու այդ մեղքի զգացումը հենց այն է որ էդի արդի աստվածաբաններն էլ են տենց ասում էդի այդտան որ դու արդեն աստծուց կտրվել ես էլի որ այդ ամբողջական այդ էյֆորիկ վիճակը էլ դու չունես ոնց որ նորածին երեխան ունի չէ դեմացին երեխան համար ինչ տաբեսին տկլոր չի ունի հակում հա դες մոտավորապես 3 տարեկանից նոր ջոկում են հա երբ որ արդեն էգոն սկսում է զարգանալու այդ բանականությունը սկսում է արդեն աշխատել այդտեղ գալիս է նաև քո ինքնագիտակցությունը բայց նաև էդի սեպարացիա է դու արդեն այն մյուս աշխարհից սկսում ես կտրվել հիմա ասենք մեր երեխան մի տարեկան է ինքը չի վախում ոչ մի կենդանից ինքը կարող գնա մատերը կողի ամենամեծ շունի բերանը որովհետև ինքը այդ սեպարացիան չունի ինքը չի տեսնում իր տարբերությունները կամ կարող ասենք բարձրության վախ չունի կարող հելնի բալկոնից ցածի չնի բայց այդ դրախտի ցանկումը հենց այդ է որ մարդը մեկ էլ հանգարց զգաց որ ինքը բան է գիտակից էակ է ու ինքը տարբեր է էլի ուրիշներից անջատված է ու այդ Հարարին էլ է դրա մասին գրում որ դա բան է չէ կոգնիտիվ հեղափոխություն է որ արդեն մարդը էլ պրիմատ չի այսինքն էլ կապիկ չի այլ ինքը դարավ բանական էակ
հա, բանական մտածող էակ ու դրա մեջ նաև լավ կողմեր կան ու վատ կողմեր կան։ Հա։ Իսկ մեր տարածաշրջանում մենք հայերս երբ ենք առաջի ինչ որ կրոնի հետքեր կա մեր պատմությունում։ Լավ հարց է, ես օրինակ այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց ասենք գնացել եմ մի քիչ ուսումնասիրել եմ, ոնց ասեցի, այդ Արենի բանը կա, չէ, Արենի 1-ի Հա, վկայությունները հա, կան։ հետ գնանք Քարանձավ։ Քարանձավը, չէ, նորավանքի ճանապարհը։ Բայց ամենալավը, ոնց որ առատը բաներով, վկայություններով, էդի ըստ մեր հնեաբանների, ըստ իմ գործընկերների, էդի Մեծամորի բանն է, այդ փոքր քաղաքն է, որ անուն չի ունեցել, չգիտենք ինչ ա եղել անունը, բայց այնտեղ եղել է այսպես կոչված Քուր Արաքսյան Արցախյան մշակույթ, ու որ գնում ես, ինքս ոնց որ Մեծամոր մի քիչ չասած ձախ ես թեքվում, այդ թանգարանը սովետական ժամանակներից կա, այնտեղ 70-ական թվականներին նույնիսկ ոսկի իրեր են գտել, որ պեղումներ են արել, ասես մի հատ բլուրի տակ էլի, ու պարզվել է, որ այդ ոսկեղենը պատրաստված է այն ոսկուց, որը Սոտկից են բերել, այսինքն Գեղարքունիքի մարզից։ Հա, ու այս նախշերը, բաները, որ կան այդ կճուճների բանը, Սևանում էլ են գտել, Արցախում էլ են գտել, դրա համար կոչվում է Քուր Արաքսյան, էլի, այսպես մշակույթ, ինչ որ միացած թագավորություն ա եղել, բայց անունը պահպանված չի։ Բայց իրանք հաղորդվել են նաև Եգիպտոսի հետ։ Քանի տարի առաջ, որ Էդի մոտավորապես նախքան Քրիստոս, տենց 1600-1700 տարի առաջ, բայց նաև վկայություններ կան, որ ինքը ուշ բրոնզե դարաշրջանի ինչ որ ու վաղ երկաթե դարաշրջանի պետություն ա եղել, ու Եգիպտոսից բերած բաներ կան, նույնիսկ եգիպտական կնիկ կա այնտեղ, այսինքն առևտուր են արել, միջագետքի հետ են արել, միջագետքից ինչ որ բաներ են բերել ու ինչ որ մի հատ պետության հետ էլ բաներ են բերել, խխունջներ են բերել, ծովի խխունջներ, դա ոսկուպես թանկ բան ա եղել էլ։ հա դե շատ։ Հա, ուստե կա, ինչը կա, ըստ Բայց կա։ միշտ նենցա զարմացրել ոնց են մարդիկ էլի այդքան 1000 տարի առաջ առանց համարյա ոչ մի տեխնոլոգիայի աշխարհի մի ծերից մի ծեր առևտուր արել։ Հա, բերել են էլի, հա։ Ու հետաքրքիր ինչա, որ դրանից վերև մի քիչ է Վրաստանում ինչ-որ բաներ կան, բայց այդքան զարգացած չեն եղել էլի, այսինքն ոնց որ էսի այն դզող փճողները ասում են վերջի տոշկեն, այդ վերջի տոշկեն ա եղել էլի։ Հետո վերևը արդեն այդ վայրի ցեղեր են երևի, որսորդներն են եղել։ Բայց այստեղ կա հետաքրքիր մի բան, որ իրանք համ այդ ոսկին են մշակել, համ բրոնզն են մշակել, համ էլ ունեցել են աստղադիտարան, որտեղ այդ այնտեղ կան այն ժայռեր, որ այդ ժայռերի այդ բաներից արանքներից, ծակերից իրանք կարողացել են աստղերին նայեն ու որոշեն, թե որ ամիսն է, արժի ցանենք, ինչ որ մի բան չարժի, ինչ որ թե սպասենք գալի գարունը եւ այլն։ Ու նաեւ կա տեղ, որտեղ եղել է այդ քրմերի պաշտամունքի բանը, այսպես ասած ատրուշանը, որ այնտեղ զոհաբերություններ են արել, կենդանիների զոհաբերություններ հիմնականում։ Փաստորեն այս երեքը միասին ա եղել այդ քաղաքում, համ գիտությունը, համ աստղագիտությունը, համ կրոնը, համ էլ այդ ինդուստրիան, այսինքն արտադրությունն էլ այնտեղ եղել։ Բայց պատկերացում չունենք ինչ կրոն ա եղել։ Չէ, հավանաբար եղել է բազմաստվածություն, որովհետև այնտեղ շատ բաներ կան, ֆալոսի արձաններ կան, ու ինչ որ պտղաբերության, ինչ որ Աստծո երևի բանն է, նշանն է այդտեղ է, բայց ուրիշ աստվածուհիներ կան, կին աստվածուհիներ կան, ասես փոքր արձանիկներ կան, այռուցաձև մարդ կա, էդ էլ տենց ինչ որ մի հատ խառնուրդ է էլի, ոնց որ տենց կես մարդ, կես այռուց, ասես բաներ կան, ինչ որ մի հատ տենց անցումային կրոն է էլի, անիմիզմից դեպի բազմաստվածություն, Հա։ ու թե ոնց է դա կոչվի, դժվար է ասել։ Նույնը այդ տարածքներում այռուց որտեղ են տեսել էլի։ Եկել է երևի։ Այն ժամանակ այդ որսորդները այդքան ակտիվ չեն եղել։ Դրա համար մեր զինանշանի վրա էլ կա, չէ՞։ Այռուծը։ Հա։ Այդ հետաքրքիր թեմա է, մեր տարածաշրջանում եղել են այռուծներ։ Երևի գնացել եկել են, եթե բանում Հնդկաստանում ու Աֆրիկայում եղել են։ Հա, երևի տեսել են ինչ որտեղ, որպես ուժեղ
կենթանի բերել են։ Ինձ թվում է, եթե այդ երկու տեղը կա Հնդկաստանն ու Աֆրիկա, կարա նաև ստեղ էլ եկած։ Եթե առավ տուր արել ենք Եգիպտոսի հետ, հաստատ ճանապարհին տեսած կլինեն այրուցներ մարդիկ։ Իմիջիալից Վազգեն առաջի վիապարը, որ առաջի անգամ գնում է Ադիս Աբեբա, Եթովպիա, իրան տենց այրուցի ձակ են մի հատ նվիրում։ Ու ինքը բերում է նվերատալի Երևանի գազանալոցին։ Չգիտեի։ Կարող է ժամանակ էլ տենց արել են։ Կարող է։ Եգիպտոսի ինչ որ փարավոն հայի այրուցաններ տա։ Հա, կարա լինի։ Հա, որովհետև այդ շփումը եղել է, ես հետաքրքրվեցի այնտեղ այդ թանգարանի աշխատողներից, լավ մի հատ աղջիկ կա, լավ բացատրում էր։ Ինքը ասեց, հա, շատ ուժեղ շփում ա եղել էլի, այդ ժամանակ մենք չենք կան պատկաս팅, որտեղ մենք մտածում ենք շփում է այսօր Facebook-ով, Instagram-ով, TikTok-ով ալինու, բայց այն ժամանակ իրանք չեն ունեցել, ոչ GPS են ունեցել, ոչ քարտ։ Սուրեն էլ էր դրա մասին պատմում, որ ինչքան զարգացած առևտրային ցանցեր են ունեցել հայերը սա աշխարհով։ Իմիջիալից ընդ մի հատ էս քարի վրա էս քարտեզ կա, որ այդ քարտեզի վրա դու տեսնում ես գետերը որտեղ են, որտեղ գետերն էլ եղել են իրանց ոնց որ highway-ները, էլի, եթե ծանր ճանապարհները տանելու, ծանր ապրանքները միշտ գետով տանելը հեշտ է, էլի, որ դրա համար մեծ քաղաքները միշտ գետերի մոտ են եղել կամ ծովափին։ Հա, ու բանն էլ ունենք, վկայություններ նաև ունենք, հետո այդ Վանի մոտ այդ Նեմրուտ սարը կա, չէ՞, այնտեղ այդ աստվածների բանը տեսքը կա, արդեն բանով, որ ասում ենք, էսի Արամազնն է, էսի Վահագնն է, էսի Անահիտն է, բան, որ մասամբ նաև Գառնիում պահպանվել է, չէ՞, Գառնիի տաճարը։ Ու դա ամենահետաքրքիր օրինակն է ինձ համար, որ սովորաբար մենք եթե 4 դարից էսկոմ ենք նայում, լրիվ այդ աթրուշանները քանդել ենք։ Այսինքն հեթանոսական բայց չի ենք քանդել, այդ հարցը մինչև հիմա այս տանջում է, ինչի է։ Դա էլ լավ հարց։ Շատ բան չունենք, տեքստեր չունենք սրա մասին, Ագաթ Անկեղոսի վկայությունն է մեզ հասել այդ ժամանակներից, այնտեղ մի հատ տող կա, չեմ հիշում հիմա բառացի ոնց ասում, բայց ասում է դա ոնց որ դևերի տներ էին, էլի, դևեր էին ընդ ապրում, ասենք սատանիզմ էր։ Ասենք սխալ կրոն էր։ Այո, ու դա մի քիչ նման է նաև այդ 5 տականում ինչ որ էս հрьяաները գրում են բաների մասին, չէ՞, այդ կողի պետությունների կամ կողի ազգերի մասին, այդ քանանացիների բանի, ամաղեկացիների եւ այն մասին, որ դրանք ասում է կեղծ աստվածների են, էլի, պաշտում։ Ու դու պետք է նույնիսկ կոտորես իրանց։ Այսինքն առաջի ցեղասպանության կոչերը հրեական աստվածաշնչի մեջ է գրված։ Ու իրանք, չգիտեմ, իրոք դա տենց արել են թե չեն արել, բայց դե կա որոշ հատվածներ, ասում են գնացին 3000 հոգու մարզպանի կամ բան արեց կամ նույնիսկ անում են էլի, հենց հիմա անում են։ Հա, ու այդ Պաղեստինի ու Իսրայելի պատմությունն էլ մինչև այսօր, եթե դու կրոնական ակնոցով չնայես, չես կարող հասկանաս, որտեղ մենակ քաղաքականով ասում են, աբախի չեն հաշտվում այս մարդիկ, բա որտեղ է այդ իրանց աստվածաշնչի մեջ գրած, որ էսի Աստծո կողմից տրված հողն է մեզի։ Ու ես իմ ուսանողներին էլ եմ ասում, որ կրոնը ինքը նաև կարող վտանգավոր երևույթ դառնա, եթե դու ինչ որ մի բան ասում ես ու ասում ես, գիտես, ինչ այդ Նեղոս գետից եգիպտական միջև Տիգրիս գետը էսի Աստծո տված ավետյաց երկիրն է ու տվածա մի ազգի հрьяաներին։ Հա, եթե դու տենց ես ասում, դա ոնց որ ատոմային բոմբ ես արդեն պայթացնում, որ հետո հազարամյակներ դու չես կարող այդ կոնֆլիկտը լուծես, որովհետև այդ osmosis Աստծո տվածն է։ Հա, ոստես անաստվածները, անհավատները մեր հողի վրա են ապրում։ Հա, որտես գիրքներ ասում է պետք է գնանք իրենց մորթենք։ Մեկը է, մյուսն էլ էս Նոյի պատմությունը, որ մենք ենք ասում, չէ, եկավ իջավ ստեղ, էլի Աստվածաշնչի համաձայն այդպես Նախիջևանը, չէ, ինքը իջավ կամ Երևանը ինքը տեսավ ու իջավ ստեղ, ասում է 3 որդի ուներ, Սեմը, Հաբեթը եւ Քամը, չէ, ու Քամը ասում է լկտի լակոտ էր, որովհետեւ ինքը տեսավ իր հոր մերկությունը, երբ որ հայրը խմեց, գինի սարքեց, էս լավ գինին վայելեց ու հարբեց ու բարկավ, ասում է ինքը տեսավ իր հոր մերկությունը, դե մի քիչ մեկնաբանություններ կան, որոշ աստվածաշնչագետներ ասում են նաև ինցեստ եղավ իրանց մեջ, այսինքն հորը բռնաբարեց որդին, Քամը բռնաբար։ Դա համար ասում եմ, երբ որ
Այն մյուս աղբերներին է կանչեց, ասեց եկեք տեսեք իմ հոր մերկությունը, մեր հոր մերկությունը, խնդացեք իրա վրա։ Այս տղաները ասես մեջկով պահեցին ուղակի ծածկոցը, չտեսան ու մեջկով քայլելով գնացին փռեցին այս ծածկոցը հոր վրա, բայց ասում է հայրը զարթնեց ու քամին անիծեց։ Ու դրա համար այս քամի ворթիները դարձան սևամորթ։ Այսինքն թուղ մաշկով ռասիզմի արմատները որտեղ էլի։ ու դες մինչև այս մոդեռն ժամանակները նույնիսկ Բայց քրիստոնյա դες գրքի մեջ գրած է։ հա Գրքի մեջ տես չէ գրած է։ սևամորթ դառնալը չկա, ասма պրոստը անիծեց քամին ուղակի անիծեց, որ Հա։ քո ворթիներով անիծվել ես, չէ։ Բայց սևամորթ դառնալը արդեն այս հետագա քրիստոնյա աստվածամաններն են բանարել, վերցրել են հрьяաներից, այդ հрья արաբիներից բաներից, ու հետո որ ասենք ստրուկներին վաճառել են, իրանք ասեն, հա դե մեկ այդի անիծված ворթիներն են քամի, ինչ մարդ չեն դրանք։ Ստրկությունը դրանով արդարացրել են։ Ու կարացել են տենց կամ սպանեն։ Այդ պաղեստինցիներն էլ մի քիչ սև են, չէ՞, համեմատացենք հрьяաների, ասեն, այ քամի ворթիներն են, սպանեք այդ կանանացիներին, այդ փղշտացիներին, վերջը մորթ եք իրանց փնդիր չկա։ Էդի տվել է իրանց բանը, արդարացումը։ Իմիջիայլոց ռուսերեն մի հատ է բառ կա, չէ՞, խամստվա։ Հա։ Այդ որ դիցա գալի։ Չեմ կարող ասեմ։ Այդ խամ բառը հենց քամից է, էլի։ Անունից։ Խամ, մենք էլ ենք չէ՞ բառը Չէ, օգտագործում։ մենք մի քիչ ուրիշ բուզով ենք ասում։ Մենք ասում ենք խամ, այսինքն ոչ հմուտ, չէ՞։ Հա։ Բայց ռուսերեն ասում են խամստվա, դա նշանակում է բան, չէ՞, լկտի։ Լկտիություն, հա։ Հա։ Խամ։ Ամպարկեշտ։ Անդաստիրակ։ Հենց այդ քամի սերունդն է, էլի։ Հա։ Վախենալու բաներ եկա գրած էլի։ Հա, կրոնը կարա նաև տենց դաժան բաներ անի ու միջին դարերում այս բաներն է խաչակիրները, որ գնացել են մտել են Երուսաղեմ, իրանք այդ հին կտականի հատվածներն են բացել։ Ասեն դե հենա ոնց ժամանակ հրամայեց Աստված, որ պետք է այդ անօրեններին մորթել, ջարդել, փշրել, բան։ Ասում է պետք է մտնենք ու խաչակիրների պահով նույնիսկ տենց պատմական վկայություններ կա, ասում է որ իրանք մտան այդ բանի տաճարը, Սողոմոնի տաճարի տեղը, որտեղ նաև Քրիստոսի գերեզմանն է կողը կամ բան։ Այտենց մորթեցին, որ ասում է արյան գետեր էին այդտեղ հոսում, էլի, այտենց սպանեցին, էլի։ Հիմա դրա համար էս ինչի տենց երկար պատմեցի, որ ինչի հայրը ջարդեցին, փշրեցին բաները, հեթանոսական ալտրուշանները։ Կամ ասենք բան արեցին, էլի, ոչնչացրեցին, էլի, բացի Գառնի տաճարից ու էդ էլ մի քիչ բան է։ Գառնին ինչի ծեր չեն տվել։ Հա, էդի մի քիչ հետաքրքիր առեղծված է, որովհետև ինքը կործանվել է հետո շատ ավելի ուշ, մոտ 1500 տարի հետո, այսինքն 17-րդ դարում երկրաշարժից։ Բայց դրա կողքը նաև կառուցված է եղել եկեղեցի քրիստոնեական Սուբսիոն, ասես խաչաձև եկեղեցի է։ Էդ էլ երկրաշարժից կառուցվել է, բայց հետո նկարները եղել են, էլի, ինչ որ որոշ մարդիկ ձեռով նկարած են եղել։ Այդ նկարների ու այդ պեղումներից հետո բանի Կարեն Դեմիրճյանի ժամանակ 1977 թվականին վերակառուցել են այս տաճարը։ Մի քիչ սիրուն չի վերակառուցած, այդ նոր քարերը մի քիչ չես ազում։ Երևում է միանգամից տարբերություն։ Բայց որպես այդ տաճարի 1900-ամյակը նշեն, կառուցել են ու ստեղ մի հատ հարց կա, որ բայց ինչի իրոք էլի էդի չկործանեցին։ Հավանաբար որոշ մասնագետներ ասում են երևի այնտեղ ինչ որ թակավորներ են եղել թաղված, որտեղ թակավորանիստ բան է, չէ՞, եղել այդպես դաչա է։ Ասեն կարող է տաճարը դրա համար ձեռ չեն տվել, որտեղ ասեն էսի գերեզման է, էլի ոնց էր կարող այնտեղ մեր մեծերն են թաղված, թե ինչ ձեռ չտան։ Դա սուրբ տեղը, կապ չունի որ վրան, չգիտեմ, անհավատների տաճարն է։ Հա, ու ձեռ չեն տվել, բայց էդի 100% չեն կարա էլ ասենք։ Ու մի հատ էլ դրա նման տեղ կա, բայց էդի այսօր չգիտեմ խի չի ցույց տալիս այսօր, բա մեր եկեղեցու վերնախավը էդի, եթե մտնես Մայր տաճար, այն թանգարանի տեղը կա, չէ՞, հետևը խորանի հետևը, այնտեղ ներքևը մի հատ դուռ կա։ Ժամանակին երբ որ ես սովորում էի Ջեբանում, մեզ համար խնդիր չէր, այդ բանալին կարող էինք խնդրեինք, այս գիդերից տալիս էին, բացում ենք, մտնում ենք, նայում ենք այդ հենց խորանի տակը ատրուշան կա,
հեթանոսական եղել է, կամ նաև կարող է զրադաշտական եղել, չգիտենք, որ էլի Բայց պահպանվել հա, է։ պահպանվել է։ Ու դա էլ 50-ական թվերին են գտել, երբ որ Վազգեն առաջին գաղափարը ուզեցել է այդ բանը խորանը փոխի, այսինքն առաջվա հին խորան որն ամես լրիվ ուրիշ տեսք ունեցել ու ասեց, այս մարմարից մեծ կառույց չի եղել։ Այս մարմարից մեծ կառույցը ժամանակին որ ուզեցել են կանգնեցնել, ասել են մեզի ստաբիլ սյուներ է պետք։ Ու այդ սյուները քանդելու ժամանակ գտել են, մեկ էլ տեսել են զոհաբերության գործիքներ, ոսկորներ, եսի ինչեր, բան, հետո քանդել են, տեսել են, էսի Ատրուշանը։ Վաստորեն ու պահպանել են։ հա, փափանալ են, հա, մենք կարում էինք մտնենք նայենք, հետո որ հյուրեր էինք ունենում, բան, միշտ գնում էինք, այս գիդերին ասում ենք, այս մեր կերներն են, հյուրերն են կարակ բացեք նայեն, բացում նայում են, բայց հիմա ոչ ցույց են տալի, ոչ է նույնիսկ դրա մասին հրապարակումներ կա։ Ես առաջ չանգամ հա, լսում։ վերջի հրապարակումները երևի 90-ական թվականներին են եղել ու գիտես այդ մի քիչ ինչի մասին է խոսում, որ մենք ցավոք մի քիչ կոմպլեքս ունենք էլի այդ թեմայի շուրջ, հա։ որ մենք չենք ուզում մենք այդ մեր հին հեթանոսական անցյալի մասին այսօր բան անենք էլի Խոսենք։ վկայություններ տանք, հա։ Հա։ Բայց դա իրականում դա հարստություն է, ասենք Դե հա, պատմություն է, ազգի պատմություն հա, է։ հա ու հետո ինչ բավարար շաբաթը հեթանոսական քաղաք ա եղել, հետո ինչ որ մենք ընդունում ենք, չէ՞ որ դատը կնքվել է, դարել է քրիստոնյա։ Հա, թող լինի, բայց այդ հինն էլ պետքա բան անենք, չէ՞։ Իսկ մենք ունենք ոնց որ վկայություններ, թե քրիստոնեությունը Հայաստան ոնց է տարածվել։ Չէ, դա էլ այլի մի քիչ մենք օրինակ Հռոմում շատ կան տենց բաներ, այդ Կոնստանտինոս կայսրից, բանից Զահակին պատմիչներ կան, որ գրել են։ Մերը շատ քիչ է, մերը հիմնականում այդ Ագաթանկեղոս, հետո ասում ենք Մովսես Խորենացի, չէ, մի քիչ է Կորիունն ա գրել, բայց այդ մանրամասն որպեսի ուսումնասիրես ու հստակ ասես թե ինչի սենց եղավ, էլի, ինչի մերոնք հենց որոշեցին առաջինը անցնեն դեպի այս կրոնը ու բան անեն, հայտարարեն սա որպես պետական կրոն։ Բայց այն ժամանակ պետություն գաղափար եղել է։ Հա, անշուշտ եղել է, հա։ Բայց հենց պետություն էին ասում։ Չգիտեմ ինչ բառով են ասել, կարող է երկիր են ասել, գրափարով ավելի շատ երկիր են ասում, էլի, այտենց են ասում։ Մենք էլ չէ, մեկ ասում ենք երթանք երգիր, չէ՞, եթե սփյուռքում ես։ Երկիր հայոց բան, բայց մեր ամբողջ այդ բանը փաստագրությունը հիմնված է Մովսես Խորենացու պատմության վրա, որ գրել է Հայկ ու Բելի մասին, չէ, որ իրանք եկան ու սենց եւ այլն ու եթե չոր գիտականորեն նայես, դու ունես Երևանի Երևանը, այս թանգարանը, որը Ուրարտուի մասն է։ Հա։ Իսկ միջազգային գիտնականները շատ հաճախ այդ ասում են լրիվ առանձին երևույթ էր, դա հայկական չի։ Օրինակ հենց նույն այդ Boden Museum, որ է թաս Բերլին, գտնես հատված Ուրարտուի մասին, բայց ընդ մի բառ գրված չի, որ սա հայկական է։ Ոնց որ իրանք ասում են, դա չէ, դա լրիվ Բաբելոնի բանի հետ կապված է, միջագետքի հետ։ Բայց հայկականը ավելի ուշ է գալիս։ Չգիտեմ, դա պետքա պատմաբանները ասեն, թե կոնկրետ երբ հանից է սկսվում, բայց Մովսես Խորենացուց հստակ արդեն ունենք այդ քրիստոնեական վկայությունը, որ արդեն հա մենք ունեինք Վահագն, չգիտեմ ինչ, չէ, Վահագնի ծնունդը, ասես բանաստեղծություն կա նույնիսկ Երկնեց երկի։ Այո, եւ ծովն Ծիրանի երկնի ծովում ուներ։ Բայց հետո մենք ասում ա բան արեցինք, հա դարձան քրիստոնյա։ Ու Ագաթանկեղոսի մասին էլ ասում են, այդ ով էր, այդ ինչ պատմիչ է, ով ա եղել, ոչ մեկ չգիտի, շատերը ասում են, դա նույնիսկ կարող է հենց Գրիգոր Լուսավորիչն է եղել, որ ինքը գրել է։ Հա, բայց ոչ մեկ չգիտի։ Հա։ Ու դրա համար մերը քիչ հա ու բաներն էլ էլի այդքան շատ չեն հնեաբանական պեղումներն էլ այդ անցումային շրջանի մասին շատ վկայություններ չեն տալիս, որտեղ ասացի պես էլի ցախ ջարդը փշրել ենք էլի, դες ոչնչացրել ենք, չգիտենք, հիմա այս վերջերս Մյունստերի համալսարանից Գերմանիայից եկել են այդ հնեաբանները, Խորվիրապի կողքը այդ բլուրները որ կա, այդտեղ մի հատ շատ հին եկեղեցի են գտել, որ ասում են այդ կլոր
կառուցվող եկեղեցիների ամենահին օրինակներից է, որ սովորաբար այդ միջերկրական ծովի ափին արդեն կառուցել են, բայց Հայաստանում էսի առաջինն է, որ այդ Արտաշատ քաղաքում 4 դարում կառուցել են, ասես կլոր եկեղեցի է։ 4 դար։ Հա, 4 դար, հա։ Հա, բայց արել են հայերը ու ես կարծում եմ իրանք պրոգրեսիվ մարդիկ են եղել, որովհետև ըստ իս քրիստոնեությունը ինքը պրոգրեսիվ կրոն է, համեմատած հեթանոսական կրոններին ու համեմատած հուդայիզմի, ինչի, որովհետև թե հուդայիզմում, թե հեթանոսությունում դու պետք է միշտ կենթանի մորթես ու մեղքերդ լվաս այդ կենթանու արունով, պլյուս պետք է այդ կենթանու մսի մեծ մասը այրես, որ այդ ծուխը գնա Աստծուն ու Աստված ոնց որ վայելի էլի այդ բանը, հոտ առնի ու բանանի, քեզ հետ ոնց որ դիլ անի էլի, պայմանավորվեք։ հա, բայց նաև եղել են որոշ հեթանոսական կրոններ, որ մարդկանց են զոհաբերել, չէ, ասենք երեխեքի կամ սիրուն կանանց են զոհաբերել, էդի բանում էլ էս միջին Ամերիկան, Պերուի կողմերը գտել են, որ նույնիսկ ասենք մի 200-ից ավել երեխա կա զոհաբերված, կոլեկտիվ գերեզման է, բայց քրիստոնեությունը ինքը ասում է հերիք է, բրծավ էլի, ասենք ուղղակի վերցեք այդ հացն ու գինին, ոնց որ Հիսուսը վերջի ինտրիգի ժամանակ բան անում, տոնակատարություն անում բանի հաղորդության խորհրդի, ինքը ասում է էսի հերիք է ու մենք ենք մատաղ միջև Իվանը։ Հա, այդ էլ լավ հարց է, որ այս Հայաստանում ու որոշ տեղեր էս մի քիչ նաև Վրաստանում Տեր հայրն է օրնում ամենად Արոնով է Խաչենանում։ Արաբական երկրներում է կամ մի քիչ էդի, որ այս եվրոպացի քրիստոնյաները զարմանում են, էս ինչ է կանում։ Բայց հայկական բանի մեջ, ավանդության մեջ շատ բաներ քրիստոնեությունից մնացել Դե մատաղը մաքուր հեթանոսական արարողություն չի։ Քրիստոնեությունից առաջ եկա, չէ, մաքուր հեթանոսական չի, որտեղ այդ մաքուր հեթանոսականն էլ դու պետք է դներ այրեիր։ Հա, բայց այստեղ իրականում այս մատաղը մեր ժողովուրդը արել է մինչև Սովետ միություն, որ աղքատներին բաժանեն, այսինքն պարտադիր 7 տուն աղքատի պետքա ստանար այս միսը, կամ տարել են որփանոց, կամ տարել են հիվանդանոց, ծերանոց, այդտեղ։ Ու իմիջիալը Սփյուռքում մինչև այսօր տենց է։ Սփյուռքում մեր հայրը, որ անում են այդ մատաղը, միշտ նվեր են տալիս։ Ես փոքր ժամանակ հիշում եմ, մեր մոտ էլ էր տենց։ Մենք տանում էինք հարևաններին կամ Որտեղ։ Վանաձոր։ Հա։ Վանաձորում ես հիշում եմ, որ այդ պետքա ոչ թե աղքատներին, այլ հարևաններին։ Հա, որտեվ հարևաններին, հարազատներին աղքատ մարդ էլի, սաղ գործում է։ Դրա համար ո՞ս կարար սովետի վաղ աղքատ մարդ։ Դրա համար հարևաններին են տվել ու իրար հետ ասել են կամ եթե չունես տենց հարևան առանձին տեղ ապրում 7 ընկեր կանչի իրար հետ կերեք խմեք։ Հա, ու որ կանոնա չի եղել դրա համար շատ հաճախ իրանք մկրտություն չեն արել ու դրա համար երեխուն այդ արունով խաչ են քսել ճակատին, որ գոնե լավ մերոնի տեղը արունով քսենք այդ մատաղը տենց ան, բայց կանոնների իմաստուն չէ, մի արեք ու շատ բաներ մատաղը մի օրինակ տրնդեզը այդ որ կրակերով թռնում ենք կամ էս վարդավառը որ ջուր ենք ցպնում իրար վրա կամ թեկուս այդ բանը խաղ օրհնեքը որ դե գրած ավետարանի մեջ որ պետք է խաղ օրհնես չէ աստվածածնի տոնի չի գրած բայց անում են ու էդի սիմվոլներ են որ հաստատ նախաքրիստոնեական ակունք ունեն ու սովորաբար բանը քրիստոնեությունը փաստորեն որ գնում այն ինչ-որ մի հատ երկիր ինքը տեղի մշակույթի հետ խառնվում է ինքը ունի ինչ-որ հրեական ակունքներ այդ մեսիական սպասումը ծագումը բանը որ պետքա գա փրկիչը եւ այլն էդի 5 տականից գալիս է բայց նաեւ տեղի մշակույթի հետ որ խառնվում է ինքը մի բան է օրինակ այսօր սուրբ ծնունդա չէ բան ունենք տոնածառ այդ որտեղից է գալիս որտեղից է գալիս հա Աստվածաշնչում չկա չէ որ տոնածառ պետքա լինի չէ բայց այս հյուսիսային ցեղերի մոտ եղել է տենց ինչ որ մի հատ օր որ իրանք վերցրել են այդ տայգայում թե այդ հյուսիսային անտառներում մի հատ մեծ ծառ են ընտրել
Զարդարել են։ Արդարել ու պաշտել ու հավանաբար այդ ձմեռային դեպրեսիայից ազատվելու համար են արել, որ կերեխվել են, բայց հետո մեկը որոշել է, ասել է դե չի, եկեք էսի դարձնենք Christmas tree, էլի, այսինքն քրիստոնեական ծառ սարքենք։ Ու բոլորը այսօր ընդունել են, բայց ոչ մեկ չի մտածում, բա Բեթխեհեմում չկար, չէ՞ տոնածառ, այսինքն Հիսուս որդու չի եղել, ոչ ձուն ա եղել, ոչ տոնածառ ա եղել, այսինքն ոնց ենք մենք դա ընդունում, բայց դարձել է Հիսուսն է սպիտակ մաշկով կապուտաչա երիտասարդ չի եղել։ հա։ Այսինքն քրիստոնեությունը ինքը մատ հետաքրքիր կրոն է, որ ինքը տարբեր տեղեր կարացել է ինտեգրվի ու ասենք ոնց որ հիմա մենք Քանի որ պրոգրեսիվ ա եղել, օքեյ ա եղել, նաև բան արվել, էլի, որ ինչ որ բաներ վերցրվի բայց եղածից։ մասամբ հա ժողովրդավարական դառը, որտեղ Վեսենորը մի հատ էլ լավ խաչքարերի բան գիտակ երիտասարդի բաներն էի, գրառումներն էի կարդում Facebook-ում, ինքը լավ բան ասում, տեսեք կա վիշապաքար, այդ հին հետանոսական, որ հետո խաչքար ա դառել, այսինքն Հա, քարը մեր համար ոնց որ կարևոր ա եղել։ ու վրան մենք խաչ ենք քանդակի։ Բայց ասենք Ռուսաստանում տես չի, Ռուսաստանում իկոնա են նկարում, որտեղ իրաց մոտ փայտն է շատ եղել ու դրանից առաջ էլ իրանք այդ որ իրանք աստվածներին պաշտել են, փայտի տեսքով են իրանք պաշտել։ Իսկ Հռոմում եղել են արձանները։ Դրա համար հիմա այսօր գնաց Հռոմ կաթոլիկ եկեղեցում ամենաշատը ինչ էս տենում։ Արձաններ։ Այո, ու բաներ, ֆրեսկաներ էլի։ հա, որտեղ էլ իրանք ավանդությունն է եղել։ Որ մեր համար խորթ է, հիմա Գագիկ Ծառուկյանն ուզում է դնի, չէ՞, տենց արձան մեծ, բան հատիսի վրա, բայց դա մեր համար շատ խորթ է։ Չի ուզում դնում արձան։ Հա։ Չնայած եպիսկոպոսները սաղ ասել են մի արա մայրա, թորիցե գրություն են տվել, ասել դա մեր ավանդությունը չի, բայց ինքը անում է, որտեվ Ռիո դե Ժանեյրոյում տեսել է ու դուրը եկել է։ Հա։ Այս հետաքրքիր էլի, ոնց որ մի կրոնա, բայց ինչքան տարբեր ձևի է արտարված աշխարհի տարբեր կետերում։ Հա, ուստեղ մի բան պետք է ասեմ, որ այս կրոնը ինքը ունի իր էական մասը, որ այդ միստիկն է, այդ հոգևորն է, որ ինքը անսասան է, բայց երբ որ այդ գալիս շփվում է դառնում ինչ որ տեղի մշակույթի մաս, ինքը նաև այդ ֆոլկլորն է, էլի վերցնում իր վրա ու շատ հաճախ այս հոգևորը, էականը կորում է։ Ու էսի պրոբլեմ է։ Էսի լուրջ մի հատ խնդիր է, որ Ինչ առումով։ դու դառնում ես ուղակի զուտ մշակույթ, էլի ինչ որ մի հատ sense բան ես դառնում, այնքան որ այդ մատաղի օրինակով ասենք, այնքան որ ուտենք խմենք, էլի քեֆ հանենք։ Հա, ասինքն ոնց որ այն հիմքային արժեքների մասին մոռանում ես ու այդ քո կրոնը դառնում ավելի շատ ինչ որ սովորությունների մաս։ Հա, ու ես օրինակ շատ հաճախ չեմ սիրում բաների գնալ, ասենք այդ հարսանիքների ու գնունքների, որովհետև հետո էդի տեսնում ես ինչի է վերածվում, չէ՞, ասենք դες զուտ ուտել խմել ու բարձր երաժշտություն ու որ ասենք երբեմն նույնիսկ չես էլ հիշում ես ում հարսանիքին ես եղել, որտեղ այնքան միանման է անցնում, որ դու հասկանում ես, որ էսի ինչ քրիստոնեական ծես կամ էսի ինչ բան էլի հոգևոր բան տոնախմբություն չէ, էսի ուղղակի party է, էլի, միած sense մեծ party է։ ուտուշ խմուշ է, էլի, հա, ու շատ միանման ու բոլորը փորձում են տես նույն ծեսով անեն, բայց իրականում էսի եթե դու նայես քրիստոնեական ակունքներին, էսի շատ կարևոր երկու խորհուրդներ են, որ ասում է գնունքը այն անդամագրությունն է, որը փոխարինես թլպատությանը։ Հրեության մեջ թլպատում էին, չէ՞, տղա երեխեքին։ Իսկ աղջիկներին ցես ջրի հատուկ ցես վաննա կար, այդ դրա մեջ լողացնում էին։ Ու քրիստոնեությունը այդ փափուկ ձևն է ընտրում, ասում է, չէ, եկեք ջրով բոլորին մկրտենք, ոնց որ Հիսուս գնաց Հովանես Մկրտչի մոտ, ու թլպատություն բան պետք չի, արուն թափել է, դաժան բաներ անելը պետք չի, էլի։ Իսկ ամուսնությունը ինքը ասես թող լինեն այրևքին մեկ մարմին, այսինքն այդ հեթանոսական կամ հին հրեական բազմակնությունը վերացրեցին։ Ու դու այդ օրը որ գնում ես եկեղեցի, չգիտեմ դու եկեղեցով ես ամուսնացած, հա, երթվում ես, չէ՞, այսինքն Աստծո առաջ երթում ես տալի, որ միանում ես այս կնոջը ու ինքը քո մասն է դառնում, դու էլ իր մասն ես դառնում, այսինքն դուք դառնում եք մի ամբողջություն ես մատանիների նշանն էլ է։ Իսկ քրիստոնեությունը ինչի բազմակնությունը չի ընդունում։ Ինչ որ պատճառ կա։ Ինչ ես կարծում, ինչի։ Ես չգիտեմ, որ
Երևի որ բոլոր բոլորին կին ու տղամարդ հասնի էլի, որտեվ օրինակ Tinder-ի դատան եթե նայում ես այդ ծանոթության սովորաբար top, չգիտեմ 10% տղամարդիկ ու կանայք իրենց վրա ունենում են 90%-ի ուշադրությունը։ Ինչպես Նա չհասկացա։ պատկերացրա դու շատ չգիտեմ սիրուն տղա ես կամ աղջիկ, եթե տղա ես աղջիկների մեծ մասը ուզում են քեզ ընտրեն, եթե աղջիկ ես, չգիտեմ, տղաների մեծ մասն են քեզ ընտրում, այսինքն մի attractive ոնց հայերեն ասենք գրավիչ։ Մի հոգի գրավիչ տղեն կամ աղջիկը իր վրա կարա ունենա շատ ավելի շատ զուգընկեր, իսկ ինչ որ մեկը կարա ընդհանրապես չունենա։ Եթե գրավիչ չի ինքը։ Հա, Եթե տգեղ է։ նո տգեղ չասենք, ինչ որ պայմաններին չի համապատասխանում։ Սովորական, հա, դե եթե նայես զուտ կենդանիների օրինակով, հա, կամ ասենք այդ կապիկների օրինակով, հա, իրանք էլ են բազմակնություն արել, ասենք այդ ալֆա բանը, Ալֆա սամեցը տղեն, հա, ունեցել է, չգիտեմ, 30 հատ կին կամ էսի ինչ, չէ։ Հա, բայց քրիստոնեությունը ինչի է պրոգրեսիվ, որ ինքը մեզ ասում է մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ, կապ չունի տղամարդ թե կին, ու ինքը այդ հայր իշխանության դեմ է գնում, որ այդ Պաղեստինի շրջանում տարածված էր, այսինքն այն ժամանակները, որ Հիսուս գալիս է, կինը ոչ մի դեր չուներ, այսինքն նույնիսկ այդ բանը, որ նամես այդ ծառը բաների, չէ, այդ հրեական թագավորների ոչ մի կնոջ անուն նշած չի։ Մենակ ասենք առաջի Ադամ ու Եվանը, որ գիտենք, Եվան ու հետո մենակ տղամարդ։ Հետո մենակ տղամարդիկ են գալիս, հա, որտեղ կինը այդքան դեր չի խաղացել կամ առասարակ ինքը մենակ օգտագործվել է որդեծնության համար ու այդ տան գործերը անելու համար։ Ու կինը այդ դաժան մշակույթ է էլի եղել, ծանր մշակույթ է եղել, որ ինքը եթե մենակ մնար, չէր կարա գոյատևեր։ Դա համար պետք է ստիպված ամուսնանար։ Ու իսլամի մեջ էլ է այդ իմիջալոց մտել, իսլամն էլ դե լիքը բան վերցնում է հրեությունից կամ քրիստոնեությունից, բայց ինքը նորից տանում է դրան, որ բազմակնությունը օքեյ է, ու այնտեղ նույն բանը կա, ինչ որ հրեության մեջ, որ ասում են, եթե երկու աղբեր են, երկու աղբերն էլ ամուսնացած են, բայց հանկարծ մեկը մահանում է, այդ մահացած աղբոր կնոջը պետք է այս եղբայրը վերցնի որպես երկրորդ կին, որ տիրություն անի։ Հա, որտեվ միայնակ կինը կկործանվեր Հա, նման հասարակություններում։ Հա, ու նույնիսկ միջև էս մեր տատիկներ, պապիկների ժամանակները, այս 20-րդ դարի Սկիզբ։ հա, չէր կարա կինը գոյատևեր։ Էդի սովետի ժամանակա որ կանայք սկսում են ինչ-որ մի քիչ իրավունքներ ստանան, էլի, որ կարան աշխատեն կամ կարան մենակով երեխա պահեն, վատ։ Հիմա իմ դասարանի երեխեքի կեսը ամուսնալուծված է, բայց իմ տատիկի ժամանակ եթե մեկը ամուսնալուծվեր, դի ու ասես սա քաղաքը գնար վրեն էլի, որ այս ոնց եղավ բան էլի։ Բայց այդ ստիգման մինչև այսօր մնացել է, էլի։ Հա, փաստորեն մենք ինչ որ տեղ այդ քրիստոնեությունը ընդունել ենք, բայց մենք լիարժեք քրիստոնյա չենք դարել, էլի, այդ էությունը մենք չենք հասկացել, որ Քրիստոս գնաց այդ սամարացի կնոջ հետ խոսած, չէ, ու Սամարյան դա մի հատ թաղամաս էր կամ թաղամաս չէ, էլի, առանձին ոնց որ քաղաք էր, բանում Հյուսիսային Իսրայելում, որոնտեղ խառնված էին հрьяաները, մի քիչ էլ հեթանոսական մշակույթից բաներ էին ժառանգել ու իսկական մաքուր օրթոդոքս հрьяաները չէին խոսա սամարացիների հետ ընդհանրապես, որտեղ իրանք պիղծ են։ Իսկ եթե կինա ընդհանրապես դու կնոջ հետ պետք է չխոսաս։ Բայց Հիսուս իրան խոսաց, իր հետ շփվեց, այսինքն էսի լրիվ breaking հեղափոխական հա, ինքը արեց breaking the rules ու շփվեց իր հետ էլի ու կանանց տվեցին ահագին դեր առաջի դարերում նույնիսկ կանայք կարային խոսային, կարային քարոզիչ լինեին, կարային նաև քրիստոնեության մեջ հա, կարային որոշ համայնքներում նույնիսկ որպես մարգարեուհի բան լինեին, ճանաչվեին ուսուցչուհի բան, բայց հետո երբ որ քրիստոնեությունը դառնում է պետական կրոն, Աստե մենք մի հատ ռեգրես ենք ունենում, ու սրա մասին ոչ մի ավանդական եկեղեցի չի ուզում խոսա, քրիստոնեությունը նորից վերադառնում է հայր իշխանության, որովհետև այդ կոնտեքստներում, որ ասենք մարդիկ ապրում են, այդ հռոմեական կայսրություն կամ Հայաստան կամ չգիտեմ այդ աֆրիկական պետություններ,
Էլի հայր իշխանություններ։ Ու էլի մեկ էլ տեսնես քահանաները նորից մենակ տղամարդիկ են, մինչև այդ մոդեռնիզացիան այդտենց շարունակվում է, մինչև որոշ երկրներ այդ Եվրոպայում սկսում են փոխել, չէ՞ հիմա։ Մինչև այս վերջերս էլի։ Հա, այդ պաստորները նաև բանում բողոքական եկեղեցիներում հիմա կանանցից են, չէ՞, ընտրում կամ անգլիկան եկեղեցին ունի նաև այսօր Քենտերբերիի arczepiskopos-ուհի, այսինքն առաջի կինն է, որ Անգլիայի եպիսկոպոսատ ժողովի նախագահն է, ու կաթոլիկ եկեղեցին էլ այսօր ունի այդ քննարկումը, որ կանայք պետք է նաև դեր ունենան, էլի եկեղեցու մեջ։ Բայց ես հիշում եմ իմ այդ երիտասարդ Իսկ տարիներին, ինչի է այդ ռեգրեսը ապրել։ որովհետև մշակույթը տենց է եղել։ Այդ 300-400 թվականին, Հա, հա։ այդ մշակույթը, որ եկել է քրիստոնեությունը ու դարել է այս երկրի մաս, ինքը չի կարացել այդ իր հոգևորը, իր իսկական բուն էությունը փոխանցել, էլի մարդկանց սիրտը հələ որ այն հին ձևով է մտածել։ Օրինակ հռոմեական կայսրություն տենց նույնիսկ փիլիսոփաներ են եղել, ժամանակին ասել են կինը հոգի չունի։ Այսինքն մենակ տղամարդն է որ հոգի ունի ու սենց վատ բան կա, էլի, սենց կարծրատիպ, չէ, կանանց մասին ես նույնիսկ հիշում եմ իմ թե դպրոցական տարիներից, թե ուսանողական տարիներից, հələ որ երիտասարդ էինք, տենց 90-ականների սկիզբ, այդպես բաներ էին ստեղ ասում ու կանանց վատ աչքով էին էլ նայում, թույլ են, են, դեբիլ են, ուղեղ չունեն, բաս։ Հիշում եմ նույնիսկ 90-ականներին, որ մի անգամ Ռուսաստան էի գնացել, դե ասում են ну Библия тоже говорит, ասում է, որ Աստվածաշունչն էլ է տենց ասում, որ ասում է կնոջը մարդու կողից հանեցին, չէ՞, կողի ոսկորից, իսկ կողի ոսկորի մեջ ուղեղ չկա։ Ուրեմն ասում է, էդի ինչ անուղեղ կենթանի է կինը։ Դի չի հետաքրքիր ինքը ինչ ուղեղ ուներ որ դրան այս բանա մտածել Այդ էլի բժշկական համալսարանի ուսանողները որ տենց ասում են խայտարակություն այդ 90-ականների հա ու էդի տենց եկավ էս հիմա նոր մենք էս մարդու իրավունքներ եւ այլն էս խտրականություն եւ այլն նոր ենք էս որ էս ես կարծում եմ էս մի 20-30 տարի ա որ փոխվեց էլի բայց միջև հիմա էլ էս օրթոդոքս եկեղեցիներում օրինակ կանանց ինչ դեր պետք է տան մենակ կասեն ավելի վերցրա ավլի եկեղեցի ներսը կամ էլ մոմ կարաս ծախես ու վсё մաքսիմում էլի ուրիշ որոշի բան հрьяաների մոտ էլա տենց հрьяաների մոտ հիմա փոխվեց մասամբ որովհետև այնտեղ տրոհում գնաց այնտեղ հիմա կան լիբերալ հрьяաներ կան պահպանողական հрьяաներ ու լիբերալ համայնքներում, բայց շատ քիչ են դրանք, ռեֆորմացիա ապրած հրեական բաներ են, ճյուղավորումներ են, այնտեղ կանանց թողում են դառնալ ռաբբի, բայց դա մենակ Ամերիկայում ու Եվրոպայում է։ Հա Իսրայելում չկա Չես կարա, չէ։ Չէ, բայց դրա համար էլի քրիստոնեությունը ինքը պրոգրեսիվ կրոն էր ու նաև երեխեքին սկսեցին մարդու տեղ դնել, որտեղ երեխեքին էլի այդ հեթանոսական հին շրջանում կարային զոհաբերեին, կարային ասենք մարդու տեղ չնեին, քանի ինքը հələ ուժ չունի, ոնց որ ուտող բերանա, էլի։ հա չես աշխատում ու մարդ չես Հա, դու պետք է sense գործ անես ու տես փոքր տարիք երեխեքին ուղարկում էին անասունների հետևից, էս, որ մանավանդ եթե տղա էր, հա լավ այլ ինքը մեզի տիրություն կանի հետո, ոնց որ դա էլ թոշակի քո ապահովման ձևն էր։ Դա էլի մինչև այսօր կա Հայաստանը կանանց աբորտով աշխարհում թոփի մեջ է։ Հա, եթե աղջիկա, ուրեմն ինքը անպետք է, որովհետև իզուր տեղը ուտող բերանա, հետո պետք է ուրիշ մեկը տանի իրան, ինչի ես պահեմ իրան, այստեղ մի 18-20 տարի, sense ապուշություններ։ Ու քրիստոնեությունը էտել է կոտրում այդ կարծրատիպը, որ ասում է Քրիստոսի մոտ եկան երեխեքը, որ հավաքվեն, առաքյալները ուզում էին վռնդեին, բայց Հիսուս ասաց, չէ, թողեք այդ մանուկներին, որ գան իմ մոտ ու վերցեց գրկեց, օրհնեց ու ասում է, թե դուք է չլինեք այս մանուկների պես երկնքի արքայություն չեք մտնի։ Այսինքն ինքը ցույց է տալի, որ բոլորս իրականում հավասար ենք իրար, ինչ կապ ունի տղամարդ թե կին, ինչ կապ ունի մեծահասակ թե երեխա, բոլորն էլ Աստծո որդիներ են։ Ասենք ստացվում է որ քրիստոնեությունը ավելի պրոգրեսիվ էր 2000 տարի առաջ, քան մեր այսօրվա հասարակությունը։ Այո, որտեղ մեր այսօրվա հասարակությունը մասամբ ձևական քրիստոնյա է, մասամբ կոմունիստ է, մասամբ չգիտեմ աթեիստ է, մասամբ պոստմոդեռն, եսի ինչ կապիտալիստ է,
ու մասամբ ֆեոդալիստ է։ Այսինքն մենք չգիտենք մենք ինչ ենք, այսինքն այդ մաքուր, եթե ուզում ես դու իրական քրիստոնյաներ տեսնես, շատ քիչ համայնքներ կան որոշ տենց հոգևոր հայրեր այսօր, որ շատ լավ աշխատում են այդ ուղղությամբ, օրինակ այս վերջերս Խաչիկ գյուղում էի, այդ Տեր Հովհաննեսը կա, իր Facebook-ն է կարաս նայես, ինքը ամեն օր հոգևոր պատգամներ է տալիս, ամեն օր, հա կամ բանը կա, ջրվեժում Հայր Կորյունը կա, որ ինքը հավաքվում են իրան չնայած կարգալույց են արել Մայրաթորից, բայց ինքը 7 տարի է շարունակ դեռ պատարակներ անում, Բայց ինչի են կարգալույցը։ որտեվ այդ բանը եղավ, շարժումը եղավ, 18 թվի Նոր Հայաստան, Նոր Հայրապետ հիշում ես, բանի Թավշյա հեղափոխությունից հետո Ճիշտ չես հիշում։ Դա ամառը եղավ, այդ 18 թվի որ բանին գահանկեց արեցին, Սերժ Սարգսյանին մերժեցին։ Հա, հիշեցի։ Տեսնած շարժում եղավ Նոր շատ կարճ, տես թափ չհավաքեց։ Դա Հայր Կորյունն էր ղեկավարում ու իրան դրա համար վերցեցին կարգալույց արեցին։ Ուզում էր որ փոխվեր ռեֆորմ լիներ էլի եկեղեցում։ Բայց չընդուն, բայց ինքն էլ հոգևոր բան ունի ու կամ էլ ասենք գնաս Ֆիալետովը, Լերմոնտովը մահլականների մոտ։ Իրանց Կիրակի օրը մի հատ գնա իրանց հյուր։ Իրանք շատ սիրով սես կբացեն Աստվածաշունչը, կնստեն, կխոսան հետ։ Բայց իրանք ուրիշ տեսակի քրիստոնյա են, չէ՞։ Հա, իրանք որտեվ եղել են ռուս ուղղափառ ժամանակին, չէ՞։ Ռուսաստանից իրանք վտարել են Հայաստան։ Հա, բայց երբ որ իրանք արդեն կրոնական բան են ունեցել, դարձ են ունեցել, էլի ոնց որ Մարտին Լյութերի պես իրանք մերժել են, էլի բուն ավանդական եկեղեցին ու ասել են եկեք Աստվածաշնչով ապրենք, ոչ թե ձեր տերտերների ասած այդ ֆոլկլորային բանով, միքսով, հա, ճակերտավոր քրիստոնեությամբ ու որ բացել են Աստվածաշունչը, ընդ գրած ասենք մի երթվի, չէ, ուրեմն ցարին պետք չի երթվես կամ ասեմ մի սպանի, ուրեմն պետք չի գնաս ինչ որ պատերազմի այդ բաների էքսպանսիաներին մասնակցես, բանի ռուսական այդ բան թուրքական, ճապոնականիսի մոտ պատերազմների, ասեն պետք չի ուրեմն զենք վերցնես։ Ու դրա համար իրանց պատժել են, իրանք 1830-35 թվականներին մի մասը Տամբովից են եկել, այդ Ֆիալետովը գյուղի մեծ մասը Տամբովից, իսկ Լերմոնտովը Սարատովից։ Ու ահագին տևել է, մի քանի տարի տևել է, որտեվ ոտով են եկել էլի իրանք։ Հա։ Բայց 20 հատ գյուղ են այն ժամանակ բացել։ Օրինակ այդ բանի Սոտկի մոտ այդ Կրասնի գյուղը, Սևանի նախկին տեղը, Ցարիցինը, Ծաղկաձորը, Էդի սա եղել են մալականների գյուղը, Սիմեոնովկան, այդ ծովագյուղի վերևը, Կարսում են եղել իրանք, այնտեղ իրանց բաներ ունեցել։ Ոնց որ աքսորելա բանը, որովհետև ասելա ցարը բանը պաշտամունք է պահանջում։ Իսկ դուք չեք պաշտպան։ Իսկ եթե վերադառնանք եկեղեցուն, օրինակ շատ ենք, չէ՞ մենք ասում, որ եկեղեցին օգնելա մենք պահպանենք պետականությունը, մեր պատմությունը ու բոլոր այդ ֆակտորները, որը քննարկվում է։ Այդ թեզի հետ դու համաձայն ես թե չէ։ Ես համաձայն եմ, այո, որովհետև այն ժամանակ, երբ որ Հայաստանը չի ունեցել պետականություն, ասենք երբ որ եկել են պարսիկները գրավել են կամ հետո արաբները կամ հետո սելջուկ թուրքերը ու թագավորությունը վերացված ա եղել, կամ անին երբ որ եկել են բյուզանդացի հույները կործանել են 1045 թվին, մենք որպես բան արդեն ազգ ֆորս մաժոր վիճակների մեջ ենք հայտնվել ու այդ ժամանակ ով պետք է ոնց որ մարդկանց միավորվեր, տիրություն աներ, էդի վերցրել է եկեղեցին իր ձեռը։ Բայց ոնց է դա արվել։ Նայ եկեղեցին ինքը ունի տարբեր ֆունկցիաներ, էլի, ինքը օրինակ ունի դատաիրավական ֆունկցիա, չէ՞, եթե ասենք չկա դատարան, պետական դատարան կամ չկա թագավոր, չկա իշխան, ու մոտ պետք է արդեն էս բանը մարդը հա ու խնդրի որ մեզ հարցը լուծեն, հա կամ հարցը լուծեն։ Իսլամում էլ է տենց, իմիջիալից իսլամում է գնում են մոլայի մոտ, չէ՞, կամ ասենք հրեական կոնտեքստում գնում են ռաբիի մոտ, հա։ Ու ինքը այդ մեդիատորն է, որ ինքը գրել է ոնց պետք է լուծվի այս խնդիրը։
դատաստանագիրքը կա, չէ, Մխիթար Գոշի, այնտեղ տես տարբեր кейսեր կան, էլի, որ ոնց հարցեր լուծես։ Էդի մեկ, երկրորդը եկեղեցին բացել է որբանոցներ, որ այդ մահացած ծնողների երեխեքին իրանք տիրություն են արել, բացել է հիվանդանոցներ, բացել է վանական դպրոցներ եւ համալսարաններ, չէ, մենք ունեցել ենք լավ համալսարաններ, որ լավ է, Տաթևի համալսարանը, օրինակ Գլաձորի համալսարանը, բան, Հաղպատի համալսարանը, որ դու այնտեղ կրթություն ես տվել ու այդ ինտելիգենցիան, որ դուրս է եկել, մինչև այս բան 1918 թվականի մեր առաջի հանրապետություն, իրանք այդ եկեղեցական դպրոցներից են դուրս եկել։ Այսինքն ինքնություն պահել է ուրիշ ոնց է կամ այդ մշակույթը, այդ գիրը գրականությունը, սա հանքերում է։ Այսինքն դատարանները եկեղեցին է եղել, անտերներին եկեղեցին է տիրություն արել ու պլյուս մարդկանց կրթել է։ Հա, սոցիալական ոլորտը, կրթական ոլորտը, բժշկական ոլորտը, նաև այդ բժշկությունն էլ չէ, վանականներն են արել։ Դատաիրավական ոլորտը ու ամենակարևորը բանը, դիվանագիտությունը, ով է այդ սուլթանների հետ հաղորդակցվել կամ այդ բաների, շահերի հետ, բաների, որ էլ չկա, ասենք էլ թագավոր չկա։ Դա արել է կաթողիկոսը։ Ու դրա համար ինքը տենց ստատուս ունի, էլի, որ բարձր ստատուս։ Սովորաբար ասենք այս արևելյան ուղղափառ եկեղեցիներում սինոդն է որոշում, էլի, եկեղեցու հարցերը, բոլոր եպիսկոպոսներով հավաքվում են, բոլորը հավասար են։ Խոսում են, ինչ-որ մի դիսկուսիայի ընթացքում կոնսենսուսի են գալիս ու այս որոշումը համարվում է եկեղեցական որոշում, բայց մեր պարագան մի քիչ ուրիշ է, որտեղ մենք այնքան ենք եղել օտար լծի տակ, ու չենք կարացել էլի այդ եպիսկոպոսներին միշտ հավաքենք ու սինոդալությունը մեր մեջ կորել է։ Ձևական կա, բայց իրականում կաթողիկոսն է ամեն ինչի պատասխանատուն։ Ու կաթողիկոսը նաև եղել է հենց այդ շփվողը, կապ պահողը։ Հա, որտեվ իրան են եկել, ցարերն էլ են իրան եկել, ասել են այս հարցերը ինքը պետքա բանանի, էլի, փոխանցի, էլի, բաներ։ Դա մի կողմից հեշտացրել է գործը, բայց մի կողմից բարդացրել է, որտեվ եթե դու ունես մի հատ իմաստուն կաթողիկոս, ինքը կարա լիքը լավ բաներ անի, բայց եթե դու ունես մի քիչ տկարամիտ կաթողիկոս կամ ուրիշ երկրի գործակալ, ուրեմն դու քաշվար։ Հետաքրքիր է։ Ու մինչև երբ է տենց եղել եկեղեցու դերը։ Եկեղեցին միշտ էլ ոնց որ ասած բան է, այն արանքներն բացի այդ որ ունեցել ենք լավ թակավորություն, հա, այդ Արշակունյաց կամ այդ Բագրատունիների ժամանակ, հա, այդ ժամանակ թակավորներն են ամեն ինչ վերահսկի, բայց երբ որ արդեն գնացել է օտար լծի տակ, արդեն այդ ժամանակ ստիպված եկեղեցին ստանձնել է բանի լիդերի դերը։ Ու այս վերջի 200 տարիների ընթացքում մեզ վերահսկում է Մոսկվան։ Բացառությամբ այդ 1918-ից 1921, երբ որ մենք ունեցել ենք կարճ առաջին հանրապետություն, մեկ է բացառությամբ 1989-ից մինչև 1999, երբ որ ունեցել ենք Վազգեն Վեհափառի ու Գարեգին առաջին Սարգսյան Վեհափառի շրջանը, այդ վերջի պերիոդն է եղել, որ անկախ ենք։ Իսկ թե չէ մյուս այս 200 տարին այս ռուսները ինչ եկել են ցարական Ռուսաստան, հետո եկել են որպես բոլշևիկներ, կոմունիստներ Սովետ միություն ու հետո նաև որպես FSB ու պուտինիզմ, իրանք մնացել են եկեղեցու բաները, տեր ու տիրականը։ Ոնց որ Ուկրաինայում էր, Վրաստանում։ Հա։ Դրա համար տենց լուրջ քաղաքական հարց է դառնում եկեղեցին։ Հա, Ուկրաինայում կարացան մասամբ ազատվեն, բայց Ուկրաինայում էլ հիմա ոնց որ կես-կես է դարել, էլի, մոտավորապես իրանք ասում են մի 9000 համայնք կա, որ անկախացել է, բայց մոտավորապես այդքան էլ կա, որ հələ այդ Մոսկովսկի պատրիարխատին կպած են մնացել։ Իսկ Վրաստանում ինչ վիճակ է։ Վրաստանում ինձ թվում է տոտալ։ Ես տենց եմ կարծում, այնտեղ ես զարմացա, օրինակ, ես միշտ մտածում էի վրացիները տենց հավատացյալ նվիրված բան ժողովուրդ են, բայց իրականում որ գնում ես Թիֆլիս, ասենք այս ձեր տարիքի երիտասարդների հետ որ կամ ավելի մի քիչ երիտասարդների հետ որ խոսում ես, իրանք արդեն եկեղեցուց այդքան հոգնած են,
որ չեն ուզում ընդհանրապես լսեն, ասում են, դա լրիվ մի կողմից նացիոնալիզմ է քարոզվում իրենց ուղղափառ եկեղեցիներում։ Մյուս կողմից էլ իրանք լրիվ ռուսապաշտ են, էլի, sense բան undercover, այսինքն այդ հին այդ KGB-ի եղած գործակալները առ այսօր եպիսկոպոսներ են, էլի, ու Մեր մոտ ինչ վիճակ է, ես մեր մոտ էլ գիտես մի քիչ հիմա դժվար է ասել, որտեղ մեր մոտ ցավոք այդ լյուստրացիան չի եղել ու 1993 թվին գիտես պատահական ինչ-որ մի հատ հրդեհ ա եղել KGB-ի արխիվներում ու իբրև թե արխիվները կորել են էլ այս եկեղեցականների մասին, բայց մինչև նույնիսկ 93 թվականը այդ արխիվում մի հատ մարդ էր աշխատում Սանդրո Բեյբության, որ նաև Սևանի դպրիվանքում դաս էր տալի, ինքը կյանքում ոչ մեկին չի թողել ոչ մի գիտնականի, որ գնա ինչ-որ այդ արխիվները բացի նայի։ Օրինակ ես մի հատ լավ գործընկեր ունեմ, պրոֆեսոր ա ինքը Խաչիկ Գազեր, անունը, ինքը թուրքահայ է, դրա համար ազգանունը տես կրճատված է։ Ինքը Էրլանգենի համալսարանում աստվածաբանություն ա դասավանդում։ Այս մարդը գալիս էր այդ 91, 92, 93 թվերին Սանդրո Բեյբությանին ասում էր ինձ նյութեր տվեք էլի, ես ուսումնասիրում եմ այդ 20-րդ դարի պատմությունը հայ եկեղեցին եւ Սովետ միությունը։ Այս Սանդրոն ասում է ինչ ես ուզում դու, ասա ես քեզ կտամ էլի։ Դե ինքը ասում է ուզում եմ այդ Խորեն Մուրադբեկյանի պատմությունից սկսած որ խեղտել են չեկիստները, սպանել են։ Բա լավ, ասում է կոնյակ բեր, ես կմտնեմ հեսա կհանեմ քեզ։ Ու ինքը գնում էր, բայց ծաղկակաղ էր անում, այսինքն բերում էր այն ինչ որ ուզում էր ինքը ցույց տար, բայց երբեք ոչ մեկին չեն թողել որ դու գնաս որպես մասնագետ այդ արխիվները նայես։ Հա, բայց կարող ու ձևել Սովետական միության ժամանակ կարային օրինակ Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, չգիտեմ, մնացած այլ քրիստոնյա արմատներով երկրները Մոսկվայի հետ չհամագործակցեն։ Չէ, դե հենց այդ է, եթե իրանք արդեն սկսեն սպանել, այդ օրինակ այդ Խորեն Մուրադբեկյանի բաներն էլ նամակները որ կարդում ես, այդ հա, այդ Սանդրո Բեյբությանը ասեմ, որ ինքը մի քանի հատոր հետո հրատարակեց, կոչվում է Վավերագրեր հայ եկեղեցու պատմության, բայց էլի շատ ընտրված բաժիններ ծաղկակաղաց։ Հա, ընդ որ նամես, ասենք խոսքի Վազգեն Վեապարի մասին գրում է, հետո մի 6 ամիս չկա ոչ մի նամակ, հետո մի 7 ամիս հետո մի հատ լավ նամակ կա, որ Վազգեն Վեապարը հայրենասեր մարդ է, ես ինչ չգիտեմ ինչի, բայց նույնիսկ այդ ընտրված հատորներում դու կարդում ես, որ օրինակ Խորեն Մուրադբեկյանի ժամանակ ասում են այնքան ճնշումը շատ է, որ ստիպում են հոգևորականներին սափրվել ու դուրս գալ հոգևոր ծառայությունից, գնալ աշխարհիկ դառնալ, թե չէ վախացնում են որ Սիբիր կարակ ընկնե կամ զենք են քաշում բրեկներ բան։ Կամ այդ 38 թվին որ իրան խեղտաման են արել, դրանից կարծեմ մի տարի առաջ էլ Խորվիրապի վանահորն են սպանել ու գողացել են մկրտություն։ Ով է սպանել։ Չեկիստները։ Ու բանը գողացել են բանը այդ մկրտության գիրքը որ գրված է թե ով է եկե մկրտվել, այդ գիրքը գողացել տալ են, ոչ բանի ձեռ չեն տվել։ Հա, որ այդ մարդկանց գտնեն ու վարկեն Սիբիր։ Ու հետո մի անգամից շլագբաում են դնում ու չեն թողում որ դեպի Խորվիրապ ինչ-որ մեկը գնա։ Այսինքն մինչև 80-ական թվականը, թե մի քիչ 70-ական թվականը փակալում, հետո Խորվիրապը մի քիչ ռեկոնստրուկցիա են անում, որ այդ կինոների համար որպես կուլիս օգտագործեն Մխիթաս Պարապետ, բան։ Ու հարցը որ կարային չհամագործակցեին, այո կարային, բայց այդ ժամանակ լրիվ կարողա տոտալ վերացներին, էլի հայ եկեղեցին։ Իսկ այս դեպքում այդ Խաչիկ Գազերն էլ է գրում իր գրքի մեջ, ասում է, այսի տակտիկական համագործակցություններ, որ գոնե կարողանան 13 եկեղեցի բաց պահեն, օրինակ է Սուրբ Սարգիսը, Գեղարդը, բանը, Էջմիածնի Մայրավանքը, Գյումրի 7 վերքը, բանտես մի քանի եկեղեցիներ կարծել են բաց մնա, որ գոնե այդպես կնունկներ անեն, բան անեն։ Իսկ եկեղեցու ապագան ոնց ես պատկերացնում, ոնց պետք է օրինակ այս թվային աշխարհում, երբ որ մարդիկ սոցցանցերում են առավոտի ծիգուն, կրոնը ինչ դեր ունի էլի նոր աշխարհում։ Ես կարծում եմ որոշ եկեղեցիներ, իդեմս օրինակ անգլիկան եկեղեցու կամ մի քանի բողոքական եկեղեցի, նրանք շատ արագ դա հասկացել են ու անցել են սոցցանցեր։ Հա։ Մեր մոտ երկու օրինակ գիտեմ, 2-3, որ այդ քահանաներ անում են դա,
Մասամբ հաջողված են իրենք, որտեղ ունեն լավ ֆոլովերներ ու լիքը հարցնողներ կա, որ տենց Facebook-ով, բանով, Instagram-ով իրանց դիմում են ու իրանք տենց աշխատում են իրանց հետ, բայց ընդհանուր մեր հայ եկեղեցին դեռ հələ չկա այդ ոլորտում շատ թույլ են։ Իսկ կարողա դու հիշես մի հատ sense խաղ կար մի ժամանակ ահագին բաներ հայտնի էր My Second Life Չէ, ճիշտ դե ասած։ դու ջահել ես բայց դա տենց խաղ էր որ առաջ մարդիկ մտնում էին այդ խաղի մեջ ու մի հատ կերպար էին ստեղծում ու դա առանձին աշխարհ էր էլի ու դու ընդ գնում էիր ինչ որ բաներ էր անում էլի տենց Հա, կարայր նույնիսկ աշխատեիր թե ինչ գնայր դիսկո պարեիր եւ այլն ընդ այդ իմ ասած պրոգրեսիվ բաները քրիստոնեական հարանվանությունները բացել էին իրանց եկեղեցիները որ կարաս նաև գնաս ընդ եկեղեցի ու աղոթես ու թվային։ հա թվային լրիվ sense մտնում ես գնում ես մոմ ես վարում բան շու կրեդիտ կարտով մոմի փող ես էլի մուծում ու քո աղոթքը այնտեղ բարձրացնում ես այնտեղ նաև քահանա կա որ գալիս է խոսում է քո այդ բան sense իմիջիալուց այդ բաներն է ֆիրմաներն էլ ասեն Coca-Cola բան չգիտեմ Nike Adidas իրանք իրենց խանութներն ունեին այդ Հա, մարքեթինգ էին անում կամ BMW բան Mercedes ասում էին ուզում եք նստեք քշեք էլի ձրի նստեք այդ ավտոն քշեք որ ձեր համար բանը վայելեք էլի հա հիմա բայց մեր եկեղեցիները չգիտեմ ուղղափառ եկեղեցիները մի քիչ շատ կոնսերվատիվ են էլի մանավանդ էս արևելյան եկեղեցիները իրանք ասում են չէ մենք ու տենց գնանք տենցտեղ մարդը պետք է գա մեր մոտ էլի հա, հիմա ասենք նույնիսկ ասենք այս Մայրաթորի վեբսայթը չգիտեմ դու նայել ես թե չէ չէ, ճիշտ ասած։ մի հատ նայ էլի ոնց որ ստալինիստական բան լինի այտենց ռոպագանդայի էջ լինի հա վեապարը այս մարդուն ընդունեց վեապարը այս մարդուն մեդալ տվեց եւ այլն այսինքն այնտեղ հոգեվոր падգամի տեղ չի մնում էլի ու թվայինը անշուշտ չելենջ է այսինքն մարտահրավեր է բայց ես կասեի նաև լավ հնարավորություն է որ ասենք օրինակ ինչի չլինի sense մի հատ լավ քրիստոնեական ոդկաստ ոնց որ դու ունես Դե բանը չէ անում այդ մի հատ Թովմասը։ հա իմիջիալուց ինքը այդ եզակի դեպքերից մեկն է որ նաև ինքը ունի իր բանը Telegram թե բանը Instagram։ Instagram-ը հա որ շատ կարճ էլի տես մատաղի մասին կամ բանի մասին տես բաներ է տալիս բայց ինքը հենց այդ 2-3 բացառություններից մեկն է Հա, բայց հավատացյալների թիվը սաղ աշխարհում կրճատվում է, չէ՞։ Ես չէի ասի, ես կասեի լինում է ուղղակի տրանսֆորմացիա, որ հավատացյալները այս ավանդական կրոններից դուրս են գալիս, բայց իրանք իրենց առանձին նոր հոգևորությունն են գտնում, այսինքն գտնում են ինչ-որ մի նոր ճանապարհ, որ շատ բան է, հետ արդիական է, բայց կարող է լինի շատ նաև սինկրետիկ էլի, որ կարող է յոգա անեն, չգիտեմ, ինչ որ գնան, ինչ որ միտեղ Պերու բանի այավասկա խմելու, եսի միշտս բաների, ես չգիտեմ, ուխտագնացություն դեպի Հնդկաստան եւ այլն։ Այսինքն ձևափոխվում է։ Հա, ինքը փոխվում է, բայց ինքը ունի էլի հոգևոր էլեմենտ, ուղղակի ինքը էլ ավանդական չի։ Ու օրինակ Եվրոպայում էս եկեղեցիները շատ հասկացան դա, որ իրանք թիվը կրճատվեց ու իրանք չունեն էլ այտենց մեծ հետևորդներ, մեծ գումարներ չեն կարողանում հաստատեն։ Դա փորձում են սիրաշահեն հիմա տարբեր ձևերով, օրինակ այս վերջերս Վարշավայում մի հատ գիտաժողովի էի, մի կետում դուսը եկեղեցու ապարում են մարդիկ, ասես լենտերով, բանով, ասես մտածեցի ինչ հոգեգալստական ինչ-որ մի հատ բան է, խումբ է, հետո մոտեցա տենց լսեմ լրիվ ժամանակակից երաժշտություն, բան կաթոլիկ հոգևորական է կանգնած իրանց հետ, դա այդ եկեղեցու համայնքն է, այսինքն իրանք լրիվ այդ տրանսֆորմացիայի մեջ են փորձում մտնել, բայց Հայաստանում հələ դա չեն հասկացել ու ես որ ամերիկյան համալսարանում էի դաս տալիս շուրջ 5 տարի դաս եմ տվել, այնտեղ կարամ ասեմ եզակի երեխեք էին, 1, 2, 3 հոգի, որ այդ 5 տարվա մեջ հանդիպել են, որ հայ եկեղեցով հետաքրքրված են եղել կամ էս ուղղափառ ավանդական քրիստոնեությունով։ Մեծ մասը չէ, ասում են չէ, եթե պիտի կուրսային գրեմ, դե ես ազատ էի թողում թեմաները, ասում էի դուք որոշեք, դուք ընտրեք։
Իրանք ասում են, չէ, կուզեմ բուդդիզմի մասին գրեմ, հինդուիզմի մասին գրեմ, կամ հենց այդ եգիպտական փարավոնների մասին գրեմ, բայց հայկականի մասին ոչ մի բան չգրեմ։ Դե թները հետաքրքիր է գրելու համար խորանալ։ Հները, բայց նաև նորերը, որ ասենք էս կա զեն բուդդիստական նոր շարժումներ կա, բաներ կա, չէ։ Էս իրանց ավելի հետաքրքիր, կամ մեկը գրում է բան մոտոցիկլետ քշելու եւ հոգեվոր զգացումներ ունենալու մասին, որտեղ էլ բանի պես է, չէ, մի քիչ լեռնա գնացների պես է, որ դու վտանգի ժամանակ ինչ որ մահվան բաներ ես, չէ, ունենում, ասած փորձառություն ես ունենում ու մահվան վախը հաղթահարում ես, չէ, այդպես։ Դե իրականում ծանր ֆիզիկական ինչ որ տարբեր ավաներ անելուց մեջ է ինչ որ հոգեվոր բաներ կա, էլի։ Չգիտեմ, մարաթոն վազելա կամ հեծանիվով երկար քշել է, այդ ֆիզիկ դու բան Iron Man ես, չէ՞ անում, թե արեցի։ Չէ, դեռ չեմ արել, բայց կանեմ անպայման, այսինքն այնտեղ պահ է գալիս, որ ինքդ քեզ ինչ որ չափով հաղթահարում ես, դրա մեջ է ինչ որ հոգեվոր կտոր կա, էլի։ Դու եթե Iron Man-ով հետաքրքրված ես, բանին ճանաչում ես, Sister Mary-ին։ Չէ, ով է որ։ Ինքը ամերիկացի մի հատ մայրապետուհի է, որ 55 տարեկանից սկսել է Iron Man անել։ Վաու։ Ու ինքը մինչև 90 տարեկան զբաղվել է այդ տրիաթլոնով, եռամարտով, հա։ Ու ինքը ասել է, որ դա նաև իր հոգևոր ծնողը, այդ իր ուսուցիչը ասել է, որ եթե ուզում ես քարոզես ավետարանը, կարաս տենց քարոզես։ Առողջ կյանք քարոզե։ Հիմա Հայաստանում քանի եկեղեցի ունենք։ Հիմա չգիտեմ, բայց Խրիմյան հայրիկի ժամանակ դարաշրջանում եղել է 5000 համայնք, գործող համայնք, որ կոմունիստները սկսել են դες վերացնել ու դարձել են 13 եկեղեցի։ Հիմա դժվար է ասեմ, ես հիշում եմ Արցախում մոտ 100 եկեղեցի վերականգնեցին բանի ժամանակ, այդ խոնարհված եկեղեցիները Պարքև Սրբազանի ժամանակ ու Վրթանես Սրբազանի ժամանակ, բայց Հայաստանում դժվար կարամ ասեմ։ Հասկացա։ Իսկ եթե պատմականորեն գնանք, քո կարծիքով ամենա ազդեցիկ մեր կաթողիկոսները ովքեր են եղել։ Դե որ հիշում են ժողովուրդը, Վազգեն առաջինին են հիշում, որովհետև տեսել են շատերը իրան։ Իսկ ավելի հին։ Ավելի հին երևի բանին կհիշեն, Խրիմյան հայրիկին կհիշեն, Ներսես Շնորհալուն կհիշեն, հետո ում կհիշեն, Ներսես մեծին կհիշեն, որ այդ որփանոցները ու հիվանդանոցները կառուցեց։ Շատերին չեն հիշի, ասենք իմ պապաս ասում է 5 հոգու ենք էլի հիշում այդ 130-ից։ Հա։ Դե պատմությունը երևի չենք կարծում դրանից էլ։ Հա, չենք բանանում, այդպես չենք բանանում։ Չնայած այդ Նաղաքայ Օրմանյանը մի հատ լավ բան ունի, այդպես մի քանի հատորանոց, 3 հատորանոց լավ պատմություն հայ եկեղեցու ունի, որ կոչվում է Ազգապատում, այնտեղ սա կաթողիկոսների մասին գրած է։ Հա, ու իմիջիայլոց այնտեղ եղել է մի 10-15 գահանկեցության դեպքեր ա եղել, որ հիմա այսօր ժողովրդի մի մասը վախում է, չէ, ասում է, բա ոնց բա այս Կտրիչին, Ներսիսյանին, Գարեգինին, երկրորդին որ գահանկեցան, բա ոնց է շարունակվելու, հա 10-15 դեպք եղել է, որ արդեն հանել են, փոխել են, տենց այդքան է վախենալու չի։ Իսկ հիմա դաս չես տալել։ Ես հիմա մենակ պետական համալսարանում եմ դաս տալիս, պետական համալսարանի գիտաշխատող եմ, Ամերիկանում չէ, ինչ որ տրանսֆորմացիա է լինում, չգիտեմ կրոնագիտությունը կա թե չկա, որովհետև ընդ չկար տենց ֆակուլտետ, ուղղակի ընտրովի առարկա էր։ Հումանիտար եւ հասարակագիտական ֆակուլտետի բաժնում, բայց հետո այդ ֆակուլտետը կրճատեցին, հիմա չգիտեմ այնտեղ ինչ է կատարվում, չունեմ հրավեր, բայց բանում եմ դաս տալիս պետական համալսարանում, իսկ անցյալ կիսամյակ աշնանային կիսամյակ Գերմանիայի Հալեի համալսարանից էին հրավիրել ու հետաքրքիր մի հատ այնտեղ մագիստրատուրա են բացել, կոչվում է Christianity and Global Transformation, ու անգլերենով են դասավանդում Գերմանիայում։ Ինչի մասին է ասում։ Ընդհանուր քրիստոնեության մասին է ու համաշխարհային այս տրանսֆորմացիայի մասին։ Ու ես մի մասը բանը բախտ վիճակվեց, որ դասավանդեմ, ես դասավանդեցի Հարավային Կովկասի մասին ու քրիստոնեությունը Հարավային Կովկասում, այսինքն Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, այդ 3 պետությունների մասին ես եմ դասավանդել։ Հա։ Հետաքրքիր է։
Չէ՞ դե որ աշխարհը տրանսֆորմացվում է, դա միանշանակ տենց է ու այդ նոր աշխարհում կրոնը ինչ դեր կունենա ու այդ ամեն ինչը ոնց կլինի։ Շատ շատ հետաքրքիր է տեսնել էլի։ Չգիտեմ, բարդ սոցիոլոգիական հարցեր են։ Հա, լուրջ ու միշտ բան միջ առարկայական էլի, որ մենակ աստվածաբաններով չես կարա Չէ հետևել։ դե տարբեր ոլորտներից գիտնականների հետ կարելի է մենակ հասկանալ ինչ ուղղությամբ է գնում կամ խոր ուսումնասիրվի ինչ է вообще ինչ է ընդհանրապես արվել էլի։ Նարեկ, բա ինչ ես կարծում, որ այս արհեստական բանականությունը ինչ դեր կունենա քրիստոնեության վրա։ Չգիտեմ, բայց նկատում եմ, որ մարդիկ արհեստական բանականությունը շատ անգամ օգտագործում են որպես համ որպես տեր հայր, համ որպես հոգեբան, համ որպես ուսուցիչ, համ որպես խոսում են, իրանց վախերն են պատմում, խորհրդակցում են, այսինքն կոպիտ ասած պատմության ընթացքում տեսնում ենք էլի, որ ավտորիտետները փոխվում են։ Տեր հայրից ուսուցիչ, չգիտեմ, նախարարից ChatGPT մարդիկ իրանց համար գտնում են տարբեր վստահելի առաջ մարդիկ, հիմա արդեն նաև տեխնոլոգիա, որոնց հետ կիսվում են իրանց վախերը ու որոնց վստահում են, որտեվ հիմա առաջ ոնց էր ասում էին Facebook-ում ենք տեսել, հիմա էլ ասում են օրինակ մեզ ChatGPT-ն է ասել կամ Gemini-ն է ասել, ուրեմն դա ճիշտ է, էլի ոնց որ, չգիտեմ, 100 տարի էլ առաջ չկասային մեզ տեր հայրն է ասել։ Հա, բայց դա քրիստոնեության մեջ էլ են օգտագործում որպես հոգևորական կամ հայ քրիստոնյաները, տենց տեսել ես։ Տենց հենց որ ասեմ որպես քրիստոնեության մեջ օգտագործել են չեմ տեսել, բայց տեսել եմ որ խորհրդակցում են հետո ոնց որ կխորհրդակցեն օրինակ չգիտեմ ինչ որ գյուղի մեծի կամ ուսուցչի կամ տեր հայրի հետ։ Հա, ես դա Ճապոնիայում եմ տեսել, որ բայց դա շինտոիզմի մեջ է, որ չունեն հոգևորական, չի կարա գնա այս գյուղերին սպասարկի, բայց sense պետք փոքր կուկլա են սարքել ու մեջը դրել են այդ բանը ChatGPT խոսացողը, որ կարա ինքը քարոզ կարդա, բան անի, տենց կրոնական ծեսեր անի, բայց քրիստոնեության մեջ հələ չեմ տեսել։ Թվային եկեղեցի դառնա էլի AI-ով։ Իսկ քեզ ի՞նչն է ոգևորում։ Առհասարակ կյանքում։ Հա, մեր տրադիցիոն վերջի հարցն է։ Հա, ես չգիտեմ, երևի 3 բան ունեի, բայց հիմա երկուսն են մնացել։ Ոգևորումա ընկերներիս հետ շփումը, անշուշտ, դա համարյա այսօր վերացել է, որտեղ ամեն մեկը զբաղված ենք, ամեն մեկը մեր գործերով կորած ենք, կամ ամեն մեկը տարբեր տեղեր ենք ճամփորդում ու այս տարի օրինակ նոր տարուն հələ չեմ տեսել իմ ընկերներին։ Հա։ Ու դա կարծում եմ այդ կրոնական այդ բանն է, զգացումն է նաև դրա մեջ, որ ասում եմ, թե դու գտնում ես քո հոգի առազատ մարդկանց, նաև Աստծուն ես գտնում ինչ որտեղ այդ է Սուրբ Հոգու ներշնչանքն է կամ ասենք սերն է, որ կարում ես կիսես։ Երկրորդը ոգևորումը ճամփորդությունները, հատկապես եթե կարամ այդ ճամփորդությունը անեմ ոչ թե տենց mainstream, ասենք տուրիստական տեղեր, այլ գնամ սարեր, լեռներ ու մագլցեմ լեռներում ու բնության մեջ լինեմ ու երբ որ արդեն 2000 մետրից բարձր 2500 մետրից բարձր լեռների վրա եմ, արդեն այնտեղ էգոն կորում այն ու էլ խնդիր չկա, այլ խնդիրները վերանում են։ Հա։ Ու երրորդը դա հոգևորությունն է, բայց այն մաքուր այդ միստիկ հոգևորությունը կամ այդ հայերեն ասում են խորհրդապաշտությունը, որ դու ինչ որտեղ այս աստվածաբանությունը նաև մի կողմ ես դնում կամ այս եկեղեցու պատմությունը ու խնդիրները ու քաղաքականությունը մի կողմ ես դնում ու զուտ հոգևոր ուժն է սկսում զգալ այս դիեզերքի կարող է աթեիստներ ասեն չէ դա աստվածային չէ դա պրոստը այդ վայբերն են էլի այդ լավ էներգիայի լավ բաներ բայց ես դա կարում եմ զգամ ու Հայաստանում կան տես տեղեր օրինակ մեկը ասեմ դա Վայոց-Ձորի Հերմոնավանքն է որ դու գնաս խորհուրդ կտամ մենակոդ բարձրանաս չնայած ընդ լիքը արջ կա եթե չես վախում մենակոդ գնա
բայց այնտեղ կզգաս դու այդ հոգևոր ուժը։ Ու էդի կարծում եմ ամենաուժեղ հոգևորիչ մասն է այս կյանքում։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք live քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, master class-եր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։